Ողջույն բարեկամներ, եւ վերջապես եկավ այն օրը, ինչից կարծես մոտորի բոլորս ուզում էինք խուսափած լինեինք։ Տարածաշրջանում սկսվել է պատերազմ։ Միջև կանադառնանք նրան, թե հայկական մեդիայում եւ հայկական կառավարությունը ինչպես է անդրադառնում դրան, նախ հասկանանք ինչ է կատարվում տարածաշրջանում։ Այսօր հաղորդումը ոնց որ թե նորություններով շատ է լինելու, ձեզ համբերություն եմ ցանկանում եւ այսպես եւ այսպես։ Երբ որ իմացանք, որ Իսրայելը հարձակվել է Իրանի վրա, վիրտուալ տարածքում երբ շատերի համար պարզ չի ինչ է նշանակում Իսրայելը հարձակվել է Իրանի վրա։ Որտեղ է Իսրայելը, որտեղ է Իրանը եւ ինչ տարբերություն կա իրենց միջեւ։ Այս նկարը, որ դուք տեսնում եք, այդ մեծ կարմիրը, դա Իրանն է։ Այն փոքր են խզբզած են ծովի կարմիրը, դա Իսրայելն է։ Այս պատերազմը եկավ ցույց տալու, որ քանակը, տարածքի մեծությունը եւ ընդհանրապես այդ հին պատկերացումները ուժի մեծության, որովհետեւ Հայաստանում դեռ մարդ կա, որ Ռուսաստանին ասում է մեծ եղբայր, հա, չգիտեմ, մեծ է դիտարկում իրան, էլի։ Իսրայելը Հայաստանից փոքր է։ Իսկ տարածքով Իրանը, եթե չասեմ Ռուսաստանից մեծ է, բայց այդ կեսը հաստատ կա։ Իսրայելը փոքր է Հայաստանից։ Բայց այսօր Իսրայելն է հարձակվում Իրանի վրա։ Տեսեք, շրջանցելով այս բոլոր երկրները, գնացել է հարձակվել է Իրանի վրա։ Ու բավականին հաջող մեծ օպերացիա իրականացել։ Ինչպես եւ ինչի իման վրա, ինչ ռեսուրսներով, ոնց է պատահել, որ սա հնարավոր է։ Օկտատեր Վալերի Վլադիմիրիչը, Վոլոդիմիրիչ, այո, ճիշտ եմ ասում։ Այո։ Բարձ բացատրել է, ոնց է սա հնարավոր։ Ասում եմ, քարտեզում մեծ կարմիր նշված է Իրանը, ձախից փոքր համարյա թե աննշան կարմիրով Իսրայելն է։ Իսրայելը որպես պետություն ստեղծվել է 1948 թվականի մայիսի 14-ին։ Հա։ Ինչպես ստացվեց, իսկ Իրանը գիտեք 1000-ամյակների պատմություն ունի։ Ինչպես ստացվեց, որ նորաստեղծ այս պետությունը, որի ժողովուրդը հոլոկոստից անմիջապես հետո անկախ պետություն ստեղծելու օրվանից ի վեր լինելով պատերազմների մեջ, այնպես զարգացավ եւ հզորացավ, հա, որ հարձակվում է Իրանի վրա։ Ինչպես։ Պատասխանը շատ պարզ է եւ հասարակ։ Հրեաները չեն ունեցել Լևոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Նիկոլ Փաշինյան։ Այդ ունեցել են իրենց նախագահներն ու իրենց ղեկավարները։ Ցանկացած մեկը այսօր ներկա նախին կառավարությունների մասին, որ ուզում է խոսի եւ ուզում է ինչ որ աջակցության նոտաներ բարձրաձայնի, հա։ Այս հարցի պատասխանը ինքը պետքա տա։ Այս հարցի պատասխանը պետքա տա, ինչպես փոքրիկ Իսրայելը կարողանում է հարձակվի Իրանի վրա, իսկ Հայաստանը նույնիսկ ինքնապաշտպանության չի գնում այսօր։ Այո, պատասխանը մեկն է։ Պարզ, որովհետեւ իրենք չեն ունեցել Լևոն, չեն ունեցել Ռոբերտ, չեն ունեցել Սերժիկ, չեն ունեցել եւ չունեն Փաշինյան Նիկոլ։ Հակառակ դեպքում այսօրվա պատերազմը չէր լինի։ Հիմա ուրիշ բան, դա լավ է թե վատ է, հարցը ստեղ կառավարման արդյունավետությունն է։ Իսկ արդյունավետությունը բերել է նրան, որ երկու տարբեր քաշային գոտիներում կարծես, հա, գոտիներում գտնվող քաղաքները, պետությունները կարողանում են իրար հետ պատերազմել։ Սա հուշում է, որ Հայաստանը անկախ իր քաշից, իր տարածքից, մարդկանց քանակության, մեծության, ըստ հին պատկերացումների մեծության, ինքը կարող է լինել շատ ազդեցիկ երկիր, որը կարող է գործոն դառնալ տարածաշրջանում։ Եթե այն չի կառավարվում այս անհայրենիք կոռումպացված տղեկների կողմից, ում անունը ես նշեցի։ Եվ այսպես, տեսնենք ինչ կատարվեց երեկ։ Ու Հայաստանում այսօրը ինչ են քննարկում։ Տարածաշրջանում պատերազմը եւ հենց պատերազմի ժամանակ քննարկում է ոչ ավել, ոչ պակաս, կմչեմ։ Մարի դիմաց բանակում ավելի քիչ ժամկետով Թանի պաշտպանության հանձնաժողովում շուրջ 4 ժամ քննարկումից հետո դրական եզրակացություն չստացավ։ 5 կողմ 4-ը դեմ 1 ձեռնպա։ Նախագիծը չի անցել։ Հարցը կքննարկենք լիագումար նիստերի դեմ։
Նախագծին կողմեր ՔՊ-ական 5 պատգամավոր, դեմ էին 4 ընդդիմադիրներ։ Վճռորոշ դարձավ հանձնաժողովի ՔՊ-ական նախագահ Անդրանիկ Քոչարյանի ձայնը, ով ժեռըմպաղ քվեարկեց։ Մինչ քվեարկությունը Քոչարյանը հորդորում էր Սարգսյանին ետ վերցնել վիճահարույց նախագիծը եւ լրացուցիչ քննարկումներ կազմակերպել։ Հայկ Սարգսյանը մինչդեռ հակադարձում էր, Քոչարյանը դեմ չի եղել իր նախագծին, ավելին ողջունել է այն։ Քոչարյանն էլ հորդորում էր ներկաններին չհավատալ Սարգսյանին պնդելով, նա երևակայությունների գիրկն է ընկել։ Երկու կարկառուն ՔՊ-ական իրար մեղադրում են սուտ խոսալու մեջ։ Գրողին թե չեն մեղադրում։ Ինչ առաջարկում շիշ բռնողը։ Շիշ բռնող պատկերացրեք մեկը, որ իր կենսագրությունով հայտնի եղել մենակ մի բանի շնորհիվ, որ ինքը Փաշինյան Նիկոլի ջրի շիշն է բռնել։ Մեկը կար, չէ, Գասպարյան Վովայի սիգարետն էր բռնում, Գասպարյան Վովան սիգարետը ծխում էր, տալիս էր ուրիշն է բռնում։ Պատկերացնում եք, դες պրակտիկա է եղել։ Հիմա այդ սիգարետը բռնողը քաղաքական գործիչ է, այդ ամբիցիաներ ունի ամեն դեպքում։ Հիմա Փաշինյան Նիկոլի այդ օրերին շիշ բռնողը, ջրի շիշ բռնողը ինքը այսօր բանակի վերաբերյալ հարցեր է լուծում եւ բերել է օրինական մի նախագիծ քննարկելու այսօրին ու պնդում է որ անցնի, որի համաձայն տարեկան մինչև 1000 հոգի կարա բանակից ուղակի ազատվի 25 միլիոն դրամ մուծելով։ Այն պարագայում, երբ որ Հայաստանը ուղիղ պատերազմական գոտի մեջ է, ուղիղ, այսինքն բացի Արամ Սարգսյանից, են գիտեք, չէ, Նիկոլա Հարճ ունի մի Արամ Սարգսյան անունով, հա, եւ մի քանի հոգուց ոչ մեկ չի պնդում, ոչ մեկ վստահ չի, որ Հայաստանում պատերազմ չի լինելու։ Բոլորը կասկածում են, որ այո, կարող է պատերազմ լինի։ Մենակ Նիկոլի Հարճը նա վստահ, որ Հայաստանում ոչ մի բան չի լինելու։ Վստահ է։ Մնացածը հարց են տալիս։ Պատերազմը տարածքում, մեր տարածքը ստիպողաբար չհանձնվող 150,000-անոց զոր կուտակած Իրանը մտնում է մեծ պատերազմի մեջ։ Կարող է այս առիթը օգտագործելով հերթական ագրեսիան իրականացնել Ադրբեջանը, որի մասին ինքը ամեն օր խոսում է։ Այսինքն շատ ռեալ է, կլինի, չլինի, դա պատմությունը ցույց կտա, մենք ո բաժակ չենք նայում։ Եվ ոչ մեկ իրավունք չունի բաժակ նայելու sense հարցի շուրջ, հա։ Այս հարցը մի հատ պատասխան ունի։ Կլինի հարձակում, թե չի լինի հարձակում, հայկական զորքերը պետք է ներողություն պատրաստ լինեն դրա դիմագրավելու։ Բայց քանի որ այս տականքների համար փողից այն կողմ ոչ մի բան չկա։ Հիմա քննարկում են, որ 1000 հոգու հնարավորություն տան 25 միլիոն դրամ բերի այս փոխտան։ Այսինքն 25 միլիոն դրամ, եթե ասենք մոտավորապես $60,000 է գալի, 1000 հոգի, որ իրենց $60,000 տա, սա իրենց համար շատ ավելի, պատկերացնում եք ինչ թիվ անում։ Շատ ավելի կարևոր է, քան բանակը կլինի պատրաստ պատերազմի, չի լինի պատրաստ պատերազմի ու այսօր, հենց այսօր այդ հարցը քննարկվում է ու պնդում է եւ նախագահն ու սրբանը, այս շիշ բռնողը, Անդոն ու շիշ բռնողը իրար մեղադրում են սուտ խոսալու մեջ։ Ես մի բան ասեմ, եթե նույնիսկ Անդրանիկը Քոչարյանն այն ժամանակ համաձայն է եղել, այսօր ասում է չէ, նշանակում է իր մեջ գոնե այսքան մարդ է արթնացել այսօր, վաղը կարող մեռնի, քնի, չգիտեմ, այսքան, ու այս տականքը պնդում ասում է դու չէի արդարացնում, նույնիսկ այսօր իրանք հասկանալով որ Հայաստան ամեն վարքյան կարող են մտնի պատերազմի մեջ, ես ուր եմ դա դարձնում քննարկման առարկա։ Եվ որ հակառակը, ես հենց պետք է մոբիլիզացում հայտարարեմ, ես պետք է ռազմական գործողությունների պատրաստվածություն հայտարարեմ, թիվ 1, չգիտեմ այնտեղ մարզական վարժանքներ եւ այլն, ես դրա մասին պետք է մտածեմ, իրան դրել են բանակը թուլացնելու եւ փող քերելու օրինակից են այսօր մտածում։ Սա է բնույթը Նիկոլ Փաշինյանի կառավարության։ Բնույթն եմ ասում, բնույթը, հա։ Անունները դնում ենք մի կողմ։ Ես ինչքան խոսում եմ, այնքան կատեգորիկ եմ դառնում այս օրերին։ Ես գիտեմ, ես ոչ կատեգորիկ մարդ եմ, ես շատ հազվադեպ եմ դնում վերջակետներ, շատ հազվադեպ։ Բայց ես վերջակետներ եմ դնում։ Ես ու ամեն օր եմ այդ վերջնակետները դնում, որովհետև եթե մեկի համար սա նորմալ է, նա ոչ մարդ է, ոչ հայ է, ոչ գրագետ է, ոչ բարոյական է, չի կարող մարդ լինել հայ, լինել մարդ բարոյական, ինտելեկտուալ եւ այս ամեն ինչին ասի այո։ Հասկանում եք, չի կարող, եթե դա հնարավոր է, նշանակում է մեր բոլորի պատկերացումները մարդու, հայի, բարոյականության, չգիտեմ, ինտելեկտի, տարբեր են։
տարբեր են, իսկ իմ պատկերացումների մեջ, եթե այսօրվա վիճակով մեկը կարող է պրոյեկտին ասի այո, եւ ընդհանրապես Փաշինյան Նիկոլի այս ամեն ինչին ասի այո, հա, ժողովուրդ, մաքրեք ուղակի, հրաժարվեք այդ քաղցկեղածին գոյացություններից, եթե դուք ունեք ձեր շրջապատում, նույնիսկ ձեր մաշկի վրա եթե կպած է հարազատ մարդը, վերցեք շպրտեք, այսինքն դուք թույնավոր միջավայրից բացի այլ բան չեք պահում ձեր կողքը։ Սա էլի կարող է կատեգորիկ հնչի, բայց սա պետք է անեք ձեր իսկ անվտանգության համար, ձեր իսկ անվտանգության համար, որովհետև ինչ է սա, սա առնվազն, եթե ենթագիտակցության մակարդակի վրա վերցնենք, սա ինքնապաշտպանության անհրաժեշտություն է, որովհետև դուք չեք գնա երբևէ մեկի հետ կռիվ կամ հետախուզության կամ թեկուզ որսի, որը ամեն վայրկյան ձեզ կարող է դավաճանի, ու դրա համար կարող է հազարատ պատճառ լինի, այ ինչ որ հիմա ատվում է, դուք ոնց կարող եք նման մարդու պահել ձեր շրջապատում եւ դա ասեք դա բարոյական է, ոչինչ, կարծիք է եւ այլն, չի կարող կարծիք լինի, եթե այդտեղ կարող է կարծիք լինի, դա ուրեմն այլ չափանիշների, այլ չափման միավորների գոտիում է, որը ինձանից հեռու, ես խորհուրդ եմ տալի նաեւ ձեզանից հեռու, գնանք առաջ, եւ ինչ հարցակում Բանի վրա, Թեհրանի վրա, գիշերով սպանեցին իրենց գեներալներին, խնդրեմ սրանց, ընդ որում ըստ CNN-ի սպանվել են բոլոր այն գեներալները, որոնք բանակցությունների մեջ էին հենց այս միջուկային ծրագրի վերաբերյալ։ Սա CNN-ի տվյալներն է, սա ես չեմ հորինում։ Ես այսօր ամբողջ օրը ուզեցել եմ հասկանամ, ոնց պատահեց, որ մեկ ամիս շարունակ ամեն ինչ նորմալ էր գնում, նույնիսկ Թրամփն էր տրամադրված, որ հեսա բանակցություններ կա, մերժում չկա, պատրաստակամություն կա Իրանի կողմից, քննարկվում է նույնիսկ սանկցիաներ անելու մասին խոսակցություններ, ու այս ամբողջ 1.5 ամիսը Իսրայելը ոռնում էր այս կոմենկոն, բողոքում էր, որ Թրամփը արհամանում է իրաց։ Եվ մի օրվա մեջ Թրամփի հետ հանդիպելուց հետո խփեց Իսրայելը Իրանը եւ ում սպանեց բոլոր նրանց, ովքեր բանակցությունների մեջ են։ Բոլոր նրանց, ովքեր բանակցությունների մեջ են։ Եվ ճիշտ ասած, անկեղծ եմ ասում, ոչ միայն են, նաև գիտնականների։ Ինչ ասում իրենց լիդերը, ասում է դուք կարող եք, չէ, դուք չեք կարող բոլոր գիտնականներին սպանել։ Հա? Դուք չեք կարող բոլոր գիտնականներին սպանել։ Իրանք ոչ թե սպանեցին այն մարդկանց, ովքեր բանակցում էին, ոչ հաշտություն գտնեն, այսինքն ոչ մի միջուկային զենքի գրոհի վտանգ չկար, հակառակ բանակցություններ, որ ծրագիրը դադարեցվում է, սանկցիաների բացման դիմաց, չեղարկման դիմաց, երկխոսություն է գնում, բանակցություն է գնում, ուստեղ մտնում է Իսրայելը, կեղտոտ ավալի, սպանում է բոլոր բանակցություններին, սպանում է գիտնականներին, որ հանկարծ էլ ոչ մեկ այնտեղ չկարողանա ինչ որ բան անի, զենք ստեղծելու մասին մտածի։ Ես լիդերներ ասում եմ, դուք չեք կարող բոլոր գիտնականներին սպանել։ Զենքը ստեղծվելու է, այս կոնֆլիկտներ այս ձևով չի վերջանալու։ Եվ այլ ազնիվ խոսք, այլ բան չէ մնում անելու Թեհրանի, քան վրեժխնդրության փաստորեն ցսբամն է, վրեժխնդրության դրոշ է փոչում։ Վրեժխնդրության դրոշ բարձրացնել։ Ինչ պատահեց այդ բանով, արդյունքում, ինչ վնաս տվեցին եւ այսպես։ Ուրեմն ֆարս իրանական գործակալություն ասում է, որ հազվադների արդյունքում սպանվել է 78 մարդ Թեհրանում, 300-ից ավել վնասվածք է ստացել։ Եվ ավելացություններ 78 մարդ խփել են եւ ոչ միայն ռազմական կետերին, այլև բնակելի տարածքներին։ Մենք էլ գիշերվա մեր եթերի ժամանակ տեսանք։ Ու ես ասեցի, որ sense բան չէր եղել է հարվածներ, չգիտեմ, զինվորական, չգիտեմ, տարածքներին, օդանավակայաններին կամ ինչ որ, բայց որ բնակելի տարածք ռմբակոծվի, ու սա Իսրայելի հրթիռները պատահական չեն կարող այս կողմիկում թռնել, իրենք թռնում են մի շատ կոնկրետ։ Այսօր Պաստորի 78 թոքի մարդ է սպանվել, 300-ներ վիրավորել։ Ու սրանից հետո երբ որ բարձրացվեց վրեժխնդրության դրոշը, իհարկե Իրանը սկսեց պատասխանել։ Եվ այդ պատասխանին գիտեք ինչ եղավ։ Պատասխանը Իսրայելի պաշտպանության նախարարության, որ Իրանը ցավ
կալմի գիծը, վուալա։ Այսինքն ռմբակոծելը պետք է լինի միակողմանի, այսինքն եթե այս աշխարհում մեկն էլ իրավունք ունի ռմբակոծել, դա այդ բանը լիցենզիան ունի ռմբակոծելու բացարձակապես մենակ Իսրայելը։ Ոնց որ ասենք տարիուկ էսա, ռմբակոծումա, սպանումա, ավիրելա, ամբողջ Գազայի տարածքը, հետո անցավ Լիբանանին, հետո անցավ այնտեղ, այդ ինչ տարածքներ արդեն կար։ Միջև բան, Եմեն։ Այսինքն ռմբակոծելու, գրոհելու, սպանելու, ավիրելու լիցենզիա ունի բացառապես մենակ Իսրայելը։ Եվ պատկերացնում եք 78 հոգի սպանելուց հետո, 300 հոգի վիրավորելուց հետո, գիտնականներ, գեներալներ սպանելուց հետո, որում այն ժամանակ որ բանակցություններ ա գնում է, որ ոչ մի վտանգ չի լինում։ Այսինքն իրաց նպատակն ինչն էր։ Ինչի մասին են մշտապես խոսում, որ Իրանին պետք չի, չգիտես ինչի իրանք որոշել են, որ կարող են իրանք որոշել, Իրանին պետք է բան ունենալ զենք թե չէ, բայց բանակցությունները հենց գնում են դրա շուրջ։ Այն ինչ որ ամենաշատ իրանց մտահոգում էր։ Իրանը կունենա միջուկային զենք, թե ոչ։ Այս մարդիկ պատրաստ են process-ը կանգնեցնել սանկցիաների չեղարկման դիմաց։ Այսինքն այն թվում է սրա մասին ամենաշատ պետք է երազեր Իսրայելը, չէ՞։ Իրենք են ուզում, չէ՞ որ այս դատարի process-ը։ Այնա մարդը խաղաղ ճանապարհներով դա իրականացնում է։ Չէ, իրաց դա չէ պետք։ Իրաց պետք է Ամերիկայի Միացյալ Նահանգներին պատերազմի մեջ քաշել հենց Իրանի դեմ, որ արդյունքում իրանք ինչ ստացան։ Հիմա ընթացքում խոսանք։ Եվ որ պատասխանը եղավ, ու պատասխանը եղավ բավական ցավոտ, ընթացքում կնայենք Իսրայելի ընկերները ասում են Իրանն անցել է կարմիր գիծը։ Այսինքն ոնց թե ես իրավունք ունեմ քեզ մենակ կոտորել։ Դու ոնց թե ինձ խփում ես։ Էս ինչ բան ես։ Վերադառնանք հիմա նորից Հայաստան։ Այսօր առավոտվանից այն մի հատ բան կա, Արմեն Գրիգորյան կա, աղքը, անվտանգության խորհրդի քարտուղար։ Աղքը այն ցակումով Արցախցի, Արցախը սիրով վաճառած, այն աղքը Արմեն Գրիգորյան։ Ասում եմ, որ մեր պաշտպանության երաշխիքը առավոտ եմ կարդում խաղաղության գործընթացն է։ Հիմա հրթիռներ ա գնում իրար վրա, F200 ռմբակոծիչ է աշխատել Իրանի վրա։ 200։ Այդ չեմ ասում Ադրբեջանի կողմից արտասանների բան, մենք ավելի մանրամասն խոսանք։ Այն ժամանակ իրեն հարցում են, բա Հայաստան ինչ անելու։ Պատասխանը լսեք։ Խաղաղության գործընթացն է ամենի երաշխիքը։ Ինձ ասեք տեսնեմ։ Կա ավելի բացահայտ կոտորվելու ծրագիր, քան այս պատասխանը։ Ասեք, որը կարող էր ավելի կոտորվելու, ցեղասպանվելու պատրաստ պատասխան լիներ, քան այս պատասխանը։ Սա ես գիտեք ինչի հիշեցրեց, երբ որ Խրիմյան Հայդիկը գնում էր բանակցության Եվրոպա, ասում են դու ինչ բանով ես գնում, ինչ արգումենտներով ես գնում, ինչ խնդրանքով ես գնում։ Դες պատասխան կա, ես չգիտեմ ինչքանով է ճիշտ, ինչքանով չէ, պատմությունը դա է ասում, այնտեղ ասել է, այնտեղ կլացեն, հա, որպեսզի մեզ օգնեն։ Պատկերացնում եք, դա ասենք ասել է Խրիմյան Հայդիկը, ես կարամ հասկանամ Խրիմյան Հայդիկը, ներկայացնում է դե ժամանակ հայկական համայնք, ինքը հոգևորական է, ինքը այդ գիտի։ Ինքը ինչ է, ինքը չէ կարող ասել, հրամանատարեմ են, զորք ունեմ ընդերին։ Ես չեմ ասում ինչի է դա ասել, բայց սա կարող էր ինչ որտեղ ասել Խրիմյան Հայդիկը, որ լացելով այս հարցը կլուծեմ։ Այսօր այդ լացելով հարցը լուծում է պետականություն ունեցող, բանակ ունեցող, ՄԱԿ-ի անդամ երկրի անվտանգության խորհրդի քարտուղարը։ Մեզ ասում է մենք թուղթներ չէ, ցանկությունը։ Դա է լինելու մեր երաշխիքը։ Եվ այսպես։ Ու ինչ ասում դրանից հետո գերագույն գլխավոր ճիվաղը մտածում, ասում Իրանի դեմ Իսրայելի հարձակումը հարցականի տակ է դնում տարածաշրջանի կայունությունը։ Օլալա, կասկածի տակ է դնում։ Ինձ նես հետաքրքիր է, իրան ով է խոսել ընդհանրապես տարածաշրջանում կայունություն, որ ինքն էլ իր վրա է վերցել այդ միսիան, ու հիմա ասում է պատերազմը կասկածի տակ դա։ Արա թքած ունի աշխարհը քո պատկերացումների վրա, աշխարհն իր օրակարգն ունի, ու սա մի ամբողջ ժողովուրդ, սա դիտավորություն է, ժողովուրդ։
Ես հայկական մեդիա դաշտում մի հատ բան կա, սոցիոլոգ կա, այս իդիոտի բոլոր ասածները ներկայացնում է ինքը ապուշ է, ինքը հիմար է, ինքը իդիոտ է, ինքը չի հասկանում ինքը խոսում, ինչ է խոսում։ Ինքը գիտի, որ սա հանցագործ է, բայց ասում է ինքը իդիոտ է, ինքը չի հասկանում ինչ է խոսում։ Ասիկա պատկերացեք այն աստիճան է ասել, որ ասել է դու ինչ ուզես կարող ես ասել Նիկոլին։ Ասա իդիոտ, փնթի, չկայացած գրող, ապուշ, անգրագետ, ինչ ուզում ես ասա, բայց հանգարտ չասես այն ինչ որ կա ինքը, այսինքն դավաճան, այսինքն թշնամի։ Հիմա սա կասկածի տակ է դնում։ Բա ինչ ենք անելու։ Մենք պետք է փորձենք խաղաղության օրակարգ առաջ տանենք։ Պատկերացնում եք նույն ձև, հələ պատկերացեք ադրբեջանական կործանիչները գալիս է Հայաստանի վրա։ Ինքն ու Արմեն Գրիգորյանը խաղաղության օրակարգով պետքա պաշտպանվեն բոմբերից, այդ ռումբերից, դրոններից, խաղաղության օրակարգով գնացեն դրոններից պաշտպանվեք։ Ու սա կոչվում է ոչ թե դավաճանություն, այլ ապուշություն, հիմարություն։ Ինչ բառով ուզում եք ասեք։ Սա է դավաճանություն։ Սա է դավաճանություն։ Երբ որ դու դավաճանի ներկայացնում ես որպես հիվանդ, աննորմալ, ապուշ, ոչ նա ապուշ չի։ Դուք եք ապուշի տեղ դնում մի ամբողջ ժողովուրդ։ Ուղղակի ապուշի տեղ։ Բայց միևնույն ժամանակ, ես ամեն օրվա կապի մեջ եմ Բաքվի հետ, ամեն օրվա, փորձեք միջև տարեվերջ ստորագրել խաղաղության պայմանագիրն ու լուծարել Մինսկի խումբը։ Այսօր էլ, այս պատերազմի ժամանակներ սրա նպատակը դա է։ Ինքը ամեն օր աչոտ է տալիս, ասում ամեն օրյա ռեժիմով։ Ու սա համարում է ձեռքբերում, որ ասում առաջ երրորդ մարտի երրորդ ձեռքով պետք է կապվեինք Ստամբուլի հետ, ասենք Անկարա, ինչի երրորդ չեմ հասկանում։ Այսինքն առաջ պետք է հարցնեինք Մոսկվային, խոսամ Էրդողանի հետ, թե չէ, պատկերացնում եք, այսօր ինքը հպարտանում է նրանով, որ ինքը կարող է Էրդողանի հետ խոսալ։ Ու ասում միջև տարեվերջ կփորձենք ստորագրել խաղաղության պայմանագիրն ու լուծարել Մինսկի խումբը։ Հիմա սա հանցագործա թե ապուշ։ Գիտեք ապուշ ով կարա լինի։ Ապուշ կարա լինի մեկը, մասնագիտություն չեմ ասում, ով փողոցում նման կարծիք է հայտարարում։ Բայց երբ որ նման կարծիք է հայտարարում եւ ամբողջ քաղաքականությունը տանում է երկրի այդ ուղղությամբ վարչապետի պաշտոնում մեկը, նա ապուշ չի, նա հանցագործ է։ Հասկացաք, որ նա ապուշ։ Այսինքն ես չգիտեմ, մարդկա երևի չի հասկացել, որ մեծ տարբերություն կա ինչ ասում վարչապետը եւ ինչ ասում փողոցում կանգնած մարդը։ Մասնագիտություն չեմ ասում, կարող տաքսիստա, չգիտեմ, ով ուզում անի։ Դրանց մեջ մեծ տարբերություն կա։ Եթե այս տեքստը ասում է վարչապետը, ինքը ապուշ չի, ինքը հանցագործ է։ Որտեղ դա պետական քաղաքականություն է։ Եթե դա ասում է սովորական մարդ, նույնիսկ իրան ապուշը չի կարելի ասել, պետք է ոսկի։ Այդքան է հասկանում։ Վերջ։ Ապուշի դա արդեն էական չի, որտեղ ապուշը քաղաքական կատեգորիա չի։ Այս խոսքերի հետևում կա քրեական պատասխանատվություն, կա ազգային անվտանգություն, կա հետևանքներ, որոնք արժենում են կյանքեր, պետականություն, կորցված հայրենիք եւ այլն եւ այլն։ Սա ապուշություն չի, սա դավաճանություն է։ Սա հանցագործություն է։ Ամեն երկիր իր Նիկոլն ունի ու Ամերիկայի Նիկոլն հայտնվել է պրեզիդենտի աթոռի վրա։ Իրանի ներկայացուցիչներն իրենք են զանգարում ինձ եւ խնդրում են միջուկային գործարք կնքել։ Սա հիվանդ է։ Սա, ասում, սա կատարյալ փորձանք է։ 2 ժամ հետո ուրիշ բան է գնում միանգամից։ Իրանը կարող է երկրորդ հնարավորություն ունենալ, իսկ Իրանը միանգամից պատասխանել է սրան, գնա գրողի ծոցը, իդիոտ, դու ոչ մեկ ես, որ քո հետ մարդ կարողանա պայմանավորվի, որտեղ մեր խոսակցության ժամանակ դու իրան դաբրո տվեցին, որ ինքը ռմբակոծի մեր տարածքները։ Ասում է, կարող է երկրորդ հնարավորություն ունենալ, քո նման իդիոտին, դավաճանին, խապեպային, էսի, գիտես, դու կարող է Բրուքլինում սովորես, որ կարաս տեղում գցես, հետո ասես մի հատ էլ փորձենք։
Սա քաղաքականության մեջ, այն էլ լուրջ քաղաքականության մեջ այս իդիոտությունները չի աշխատում։ Այն էլ Իրանի նման երկրի հետ։ Իրանն էլ ուղիղ պատասխանեց, ասես դու արժանի չես, որ քո հետ մարդ բանակցի։ Դու ոչ մեկ ես, որովհետև քո խոսքը ոչ մի արժեք չունի։ Մենք քո հետ բանակցում ենք, դու դաբրո ես տալի մեր վրա հարձակմանը։ Դու ով ես, որ քո հետ բանակցենք։ Ու ասեցին առանց քո դաբրոյի չէր կարես հարձակում լիներ։ Նույնիսկ եթե ասում ես ես չեմ խառնվելու, բայց մի անգամից նավատորմը ուղարկում ես, որ փրկեն Իսրայելի, որտեղ հասկանում ես ինչա լինելու պատասխանը։ Դե ու քեզ դավաճանել է Նետանյահուն առանց քեզ ասելու խփել է մի ուղարկի։ Քեզ քաշում է պատերազմի մեջ, տղանից մի ուղարկի։ Ասա դու առանց ինձ հասցելու կրակել ես, ոնց ուզում ես հետևը ծածկի։ Կարաս ասես։ Ոնց կարաս ասես։ Քեզ կուրսի ապա է, քեզ ասել է, դու էլ տեղեկ ես եղել։ Հələ փորձվես այդ ռազմական նավերը չուղարկես Իսրայել։ Հրեական լոբին տիկդ կհանի, բոցդ կհանի գլխից, այդ վաղվանից impeachment-ի տեքստը դու կկարդաս։ Ու նույն կլոնը զարմանում է, ասում է, չեմ հասկանում, ասում է, ինչի են բոլորը ատում Ռուսաստանի։ Սա չի հասկանում։ Վաղը նույն բանն է ասելու, ինչի են բոլորն ատում Իսրայելին։ Նույն մարդ չի հասկանում։ Մարդ ապրի 80 տարեկան երկրի վրա ու չհասկանա։ Երկրները իրար չէ, կոնկրետ մարդիկ ինչ են ատում։ Իսկ ես կասեմ քեզ Թրամփ, քեզ երևի կողքի չեն ասել, ով է Պուտինը։ Վերջին 5 տարվա մեջ գլոբուսի վրա 3 հատ պատերազմ ա եղել։ 3 հատ պատերազմ։ Առաջին արելա Իլհամը քո ժամանակ։ Այն որ ասում էր ես որ լեյ պատերազմ չէր լինի։ Քո ժամանակ։ Քո ժամանակ հիմա են իր բանա Նետանյահուն անում պատերազմ։ Առաջին արելա Իլհամը, հետո դալից ոգևորված Պուտինը, հետո Նետանյահուն։ Ու չի կանգնում տարի ու կես։ Որովհետև այս 3-ին է պատերազմա պետք ապրելու համար, իշխանությունը պահելու համար։ Թե այս ընթացքում 78 հոգի Թեհրանում կմեռնի, 300 հոգի կընկնեն, այս հիլը սկզբնական նախնական թվերն է, մենք չգիտենք այդ 300-ից որ մնացել են փլատակների դեպ, քանի հոգի վաղ կմահանա։ Հա։ Տեղնդեղ այսօր Իսրայելում քանի հոգի է մենք դեռ չգիտենք, կամ հետո քանի հոգի կմեռնի, քանի տասնյակ հազար Գազայում սպանեց Նետանյահուն այս ընթացքում, Բեյրութում սպանեց այդ ընթացքում, Լիբիան կարծեմ սկսեց ռմբակոծել։ Մի խոսքով, այս ընթացքում քանի հազար է սպանել մենակ Նետանյահուն, այդ Պուտինի մասին չեմ ասում, միլիոն առնել, առաջին միլիոնը մենակ ռուսների մասով անցել, էլ չեմ ասում ինչքան ուկրաինացի է սպանել։ Այս 3-ն են։ Ընդ որում, երկուսի վրա քրեական, այսինքն միջազգային քրեական դատարանը երկուսին ճանաչել է հանցագործ։ Ու այս դեմքով տխմարը ասում է, ինչի են ատում։ Գիտես, որտեղ միջազգային հանցագործ են երկուսն են։ Ու դու գիտես ինչ արեցիր։ Այս պատերազմը դու արեցիր Թրամփ։ Եթե դու ճանաչեիր այդ միջազգային դատարանի որոշումը, Նետանյահուն վաղուց հրաժարական կտված կլներ իր պոստից։ Եվ այսքան մարդ չէ սպանվի, այս պատերազմը չլինի։ Բայց դու դրա փոխարեն ասեց, դու հակառակ ոչ թե սանկցիա չճանաչեցիր այդ որոշումը, այլ սանկցիա ես կիրառել այդ որոշումը իրականացած դատավորների վրա։ Հասկացա՞ր այս պատերազմը, որ դու արեցիր։ Հասկացա՞ր, չէ՞։ Մի զարմացի։ Դու 4-րդն ես լինելու ես։ Ոսս նայում եմ, դու 4-րդն ես։ Երևի օրը կգա քեզ impeachment կհայտարարեն, հետո հասկանալ, որ դու քո սանկցիաներով այդ դատարանի որոշման վրա փոխանակ դու միանայիր այդ դատարանի որոշմանը եւ ասել լսի արա դու ռազմական հանցագործ ես։ Էս ի՞նչ ես անում։ Դու ո՞նց իրավունք ունես ՄԱԿ-ի բեռնատարները ռմբակոծես, ՄԱԿ-ի աշխատողներին սպանես, օգնությունը որ գնում այդ մարդկանց կերակրելու ռմբակոծես։ Քեզ ի՞նչ տես դրա։ Բայց դու դա չասեցիր, բերեցիր նստացեցիր կողքդ, ասեցիր ով քեզ կպնի, ես իրա բոցը կանեմ, նույնիսկ եթե դա միջազգային դատարանի դատավոր է։ Վերցեցիր դու սանկցիաները դրեցիր վրա։ Ասեցիր տղեկ, միջազգային դատարանի վրա թքած ունեցեք, ռազմական հանցագործ լինելը մի առանձնապես բարդ բան չի, որովհետև Պուտինն էլ է ռազմական հանցագործ, ամեն գնով ուզում եմ փրկեմ,
Որ Պուտինն ուզում փրկեմ, Նետանյահուն այն միկերն է, բայց ինչի չփրկեմ։ Մի խոսքով, ռազմական հանցագործությունը մի մեծ խնդրեմ չի։ Գնդակահարեք, ռմբակոծեք իրար ինչ ուզում եք արեք։ Ու այս ամեն ինչը արվեց այս դեմքով։ Այս դեմքով։ Այս պատերազմը դա ոչ թե Իսրայելի ժողովրդի մեղքն է, ոչ թե Իրանի ժողովրդի մեղքն է, ոչ մեկի մեղքը չի։ Այս բոլոր պատերազմները մի պատճառ ունի։ Երբ որ աշխարհում սկսվում է ոտնահարվել միջազգային օրենքն ու կարգը, հետևանքներով ես այս 4 տարի շատ ասեցի, 2 տարի առնվազն 3 նույն բանն եմ ասում, երևի ամեն օր, որ այն ինչ որ իրականացավ Արցախում թույլատրվեց, հետո թույլատրվեց Ռուսաստանում, հետո գալիս է արդեն Գազա, սրանց բոլորը հետևանքներ են ու այս հետևանքները կանգնեցնել չի լինելու, որովհետև եթե սա կարելի է մեկին, ինչի չի կարելի մեկին։ Ինչի։ Կրկնակի ստանդարտները բերում ասան, հենց որ Դոնալդ, դու էլ ռազմական հանցագործես նույնպես ինչպես Պուտինը, ինչպես Նետանյահուն, ինչպես Ալիևը։ Որտեղ առնվազն 2 հատ ռազմական հանցագործ կա այս երկրի վրա, երկուսն էլ քո հետ կասկածելի չիփ են։ Եվ ամեն ինչ անում ես, որ երկուսին հետ ամեն ձևով օգնածնես։ Հենց որ դու այս ընթացող պատերազմների մեջ, այս եղած զոհերի մեջ մեծագույն պատասխանատվություն ունես։ Հիմա գնանք առաջ։ Սա արդեն Իսրայելն է։ Իսրայելն է իրանական ռմբակոծությունից հետո։ Ես վստահ եմ, որ Իսրայելը երևի վաղուց sense բաներ չէր տեսել։ Առնվազն գոնե 70 թվականից այս կողմ վերջի իրաց պատերազմի 75 թիվներ կարծեմ։ Իսրայելում sense բաներ չի եղել։ Ես ուրախ չեմ այս ամեն ինչի համար։ Ռմբակոծվել են տարածքները, որտեղ որ քայլել են։ Իրանց պաշտպանության նախարարությունը դες տարածքներում հենց բանում է, Թել Ավիվն է։ Ոչ մի ուրախանալու բան չկա։ Նույնիսկ եթե այս պարագայում ագրեսոր երկիրն է ռմբակոծվել, այսինքն իր հետ պատահել է այն, ինչ որ պատահել է Թեհրանի հետ։ Ինչպես Թեհրանում են իմ հայրենակիցներն ապրում, այնպես է ես Թել Ավիվում ապրող ընկերներ ունեմ։ Իմ համար բոլորովին միևնույն չի, որտեղը քանդվում շենք, որտեղը սպանվում մարդ։ Իմ համար ամենակարևորը, որ աշխատի օրենք, որ սա չիրականանա։ Ես որ նայում հայկական տարածքում մարդիկ ուրախ են, որ ռմբակոծում է Թեհրանը։ Okay։ Իսկ դուք հասկանում եք դրա հետևանքը։ Հա, մոտ ասում են բանը իսլամիստների մոլլաների երկիրն է, եւ այդ մոլլաների երկիրը բանակցությունների մեջ են Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ։ Հիմա որ ռմբակոծվեց, էլ դադարելու է մոլլաների երկիրը մենը։ Չնայած Նետանյահուն էլ են կարծիքի, որ հիմա ռմբակոծելուց հետո կարա կոչ անի, որ բանը ապստամբի ժողովուրդը պատկերացնում եք, դու ռմբակոծում ես մի հատ ժողովրդի, ինքը դուրս է գալի պահանջում է պատասխան, ու սա կոչ անում, որ բան անի։ Բացի դրանից տեսեք լկտիության աստիճանը։ Ասում է մենք պաշտպանում ենք մեր արաբ եղբայրներին, մեր հարևաններին։ Պատկերացնում եք։ Այս օպերացիան ասում ես կշանակվի այնքան, ինչքան որ պետք է։ Մենք սրանով պաշտպանում ենք մեր արաբ հարևաններին, մեր եղբայրներին, որոնց տարիույկես առնվազն գոնե ինտենսիվ է կոտորում, ինտենսիվ, ընդ Գազայի մարդ բան չի մնացել, հա։ Բան չի մնացել։ Հիմա ասում եմ, մենք ու մարդ չենք սպանում, արա, մենք արաբներին ենք պաշտպանում սրանով։ Արաբները պատկերացնում եք ցինիզմի աստիճանը։ Իսկ այս հոդվածը, որ ես կարդացի, ժողովուրդ, ես հանձնվեցի ստեղ արդեն։ Սա գիտեք ինչ հոդված է, սա ով է։ Ուրեմն սա Քարոզիչ է, կրոնական, քրիստոնյա։ Որ ինչ է ասում։ Քարոզիչ է, ասում է քրիստոնյաները շատ լավ պետք է, մանավանդ ուսանողները սա շատ լավ պետք է իմանան, որ Իրանի ռեժիմի պետք էր ռմբակոծել, որտեղ Իրանի ռեժիմը, հա, բաներ անում, պաշտպանում էր տերորիզմը ամբողջ աշխարհով։ Այո, պետք էր իրանց սպանել, պետք է իրանց ռմբակոծել։ Ես այս բան ոնց որ էլի եմ հիշել, էլի եմ լսել։ Ցենց խաչակիրներն էին, երբ որ գնում էին անհավատներին սպանել։
ու հիմա 21-րդ դարում քրիստոնյա քարոզիչը արդարացնում է սպանությունը, պատկերացնում եք, ու ասում է բոլոր քրիստոնյաները պետք է իմանան։ Մեզ ուզում եմ հարցնեն, որ մահմեդական էին սպանում, առնվազն տարուկեսա, Իսրայելը ռեժիմով ավիրում է ու սպանում է ամբողջ սովամահանում ամբողջ Գազա։ Ու հիմա նույն մարդասպանը ռմբակոծում է Իրանը, ասում է, այո, դա պետք է։ Ես գիտեմ, որ Հայաստանում ես մի անգամ ինչ-որ առիթով ասացի, որ երբևէ մտածել եք, որ առաջի ցեղասպանությունը հայ մարդը ապրել է 301 թվականին, երբ որ կոտորելով սրով արտադրվեց քրիստոնեությունը Հայաստանում։ Իսկ գիտես ինչ պատասխան լսեցի։ Ոյթանուց չէինք մնալ։ Այսինքն մարդիկ մի անգամից մարդը ասում եմ սպանվել։ Մարդը կոտորվել է իր էթնիկ պատկանելիության համար, որ չի ուզեցել ուրանա իր հավատը։ Էլի բան չփոխեց։ Ասում դու հիմա նշանակում է, նաև դու արդարացնում ես այն արաբին, այն մուսուլմանին կամ չգիտեմ մողոլին, որ իր հավատը պարտադրելու համար հայերին սպանում են։ Այսինքն եթե հաջողվեր իսլամացնել Հայաստանը, էլի պետք է ասենք իա, քրիստոնյա չէինք մնալու անհավատ, իսլամ պետք է լինեինք, չէ՞։ Բայց հիմա որ չի հաջողվել, այդ բռնի իսլամացումը, այդ սպանությունները փաստորեն լավ բան չի։ Ես ասես բաներ եմ հանդիպում։ Այսինքն պատկերացնում մարդը արդարացնում է սպանությունը, որովհետև գիտես ինչ, դու մենք բան չենք մնալու։ Այսինքն ինքը որոշել է, որ ասենք քրիստոնյա լինելը, դա ասած պարտադիր է, դա ինձ ենքոմ, եթե մարդ ալկրոյենը կարելի է սպանել։ Կարելի է սպանել, էլի ուղղակի։ Ու դա արդարացված է։ Տեսել եմ ես Հայաստանը, շատ եմ տեսել։ Ու ինձ ինչ էր թվում, ես այս մարդկանց ճանաչում եմ։ Ինչ էր ինձ թվում, թե ես այս մարդկանց ճանաչում եմ։ Ես գիտեմ հիմա եմ այդպես մտածում ներքան։ Ու ինքն էլ է հիմա այս քարոզիչն էլ է այդպես մտածում։ Իսրայելն ասել է, որ դրանք տերորիստներ են, վերջ գնանք սպանենք։ Իսրայելը ասում է, ախպետ իմ բանի մեջ, իմ աստվածաշնչի մեջ գրած է, իր աստվածաշնչի մեջ։ Եթե գինես մեկը քեզ սպանելու է, առաջինը սպանի, ու դա արդարացված է։ Ու սրանք արդարացնում են։ Դուք պատկերացնում եք, հիմա ինչ է ստացվում։ Այսինքն, եթե սա արդարացվում է, Իսրայելը ցանկացած երկիր իրավունք ունի գրելու ինչ ուզեն անի, եթե կարանա, էլի իհարկե։ Գիտես ինչի՞ որտեղ կաս Իրան ուզում էին։ Այն ոնց որ հիշում եք բանը, Լուկաշենկո ոնց էր անում, ասում էր, եթե Ռուսաստանը չարձակվեց, Ուկրաինան էլ արձակվելու, я сейчас покажу, откуда они должны были нападать на Россию։ Հիշում եք, ես հիմա ցույց կտամ, որտեղից պետք է Ռուսաստանի վրա հարձակվել Ուկրաինան։ Այս լրիվ նույն պատմությունն է։ Եթե սա մեկի համար նորմալ է, ժողովուրդ ջան։ Իհարկե ես լիբերալ մարդ եմ, ես հիմա կասեմ ամեն մեկ իրավունք ունի կարծիք ունենալու։ Այո, իրավունք ունի ամեն մեկը կարծիք ունենալու։ Այդ դեպքում թող չբողոքի։ Եթե դա քո համար նորմալ է, այս մարդիկ արդարացնում են իրենց ցանկացած անելիք։ Այս քրիստոնյա քարոզիչներն են արդարացնում։ Ասում են YouTube-ը բավոնց, բադի նորմալ է, ինչ է ուզում։ Դու մտածում ես իր վրա մարդ։ Ճիշտ ասում, դու բանակցությունների մեջ էիր Ամերիկայի հետ։ Հա, որ ոնց հարցերը լուծենք, բայց դու գիշերը մտածում ես, որ իր վրա պետք է հարձակվես, ավելավ ես գամ քեզ սպանեմ, վերջ։ Իմ կրոնն ասում է սա լավ է։ Արքաներն ասում է ոնց, եթե քո կրոնն ասում է սա լավ է, կանաչ լույս քեզ։ Կանաչ լույս, եղբայրներ։ Արեք պայմանավորվենք մի բան։ Ով այս ստանդարտներին կողմը ես չեմ կարող բոլորին կարծիք պարտադրեմ, քարոզեմ, մանավանդ դրա միսիան ես չունեմ նախ ին վրա, երկրորդն էլ այդ իրավունքը ինձ չեմ վերապահում։ Ես աշխատում եմ լինել որոշակի ստանդարտների մեջ, որը կոչվում է մարդկային ունիվերսալ ստանդարտներ։ Ունիվերսալ, ինչու է դրանք ունիվերսալ, որովհետև հիմնական բոլոր ժողովուրդների համար դա կա։ Բոլոր ժողովուրդների դա կա, ինքը դրա համար է ունիվերսալ։ Ես փորձում եմ դնել։ Ոչ մի ժողովրդի մեջ չկա այդ գաղափարը, որ եթե մտածում ես քեզ մեկը սպանի, գնա սպանի։ Չկա։
Նշանակում է դա ունիվերսալ չի։ Դա զուտ հրեական է։ Ու մեկ է տենում ես քրիստոնյաները ծափ են տալի։ Okay, ամենակ մարդու բանը ընտրության գործն է, ուզում է ծափ տա, դու ծափ տա։ Ես գիտեմ շատ հրեաներ դա ծափ չեն տալի։ Բայց եթե դու ծափ ես տալի դրան, պատրաստ եղի, որ նույնը կիրառվելու է քո նկատմամբ։ Նույնը կիրառել է քո նկատմամբ ու դա լինելու արտարացի, որովհետև ինքը մտածելու է կարող դու քո մտքում մտածում ես իրան սպանելու մասին։ Ու իրա քեզ վնասել լինելու արտարացված, որտեղ դա քո համար արտարացված է։ Ֆենոմենալ կադր է կադրը, մտնեք։ מה זה הדבר הפסיכי הזה? נופל עלינו טילים. נופל עלינו טילים. Այս երեխեքը գազա երեխեքն են։ Իրանց փլատակների վրա են պարկած ու նայում են ոնց է ռմբակոծում Իսրայելը։ Йоу, 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 йоу. Շյո։ Շյո, йոу. Պաղեստինցի երեխեքն են։ Որոնց թողել են անտուն, անտեր, անսանունդ, չեն թողում նույնիսկ ոչ մի օգնություն մոտենա։ Այս վերջերս չէ, այն աղջկա նախաձեռնության անունը ոնց էր, այդ Աստված գլխից էս տարավ։ Հիշացեք ինձ Հայաստանը եկել այդ աղջիկը, հումանիտար օգնություն էր տանում։ Բանա ձերբակալեցին Գրետա Գաբորտ, Գրետա մի խոսքով, Գրետիկա։ Օգնություն էր տանում նավով, ծովով։ Ձերբակալեցին, ամեն ինչով, կալանավորեցին ու հետո ուղարկեցին։ Իրավունք չունես դու պաղեստինցիներին օգնել։ Դաման այսենց էս երեխեքը պարկած նայում են։ Հիմա պետք է ասես հարց առաջանա։ Իրանք ուրախ են այս ռմբակոծությունների համար։ Իսկ ինչի պետք է չլինեն։ Գիտեք ինչ իրանք խղճալու են, որ իրանց ամեն ինչ ավիրվելուց հետո այս բանենն է տեղ ունենում։ Ասենք այս վիճակի է հասնում Թել Ավիվը։ Եթե Թել Ավիվում ասենք մի երկու թաղամաս է երևի սենց եղա, ամբողջ Գազանաս չկա։ Մի տարած որ 2 միլիոն մարդ էր ապրում, չկա այդ փշուրն է մնացել, որի վրա պարկած են այս երեխեքը ընդամենը։ Էս է մնացել։ מה זה הדבר הפסיכי? Ավազի կույտ։ Իրանը հայտարարել է, որ ինքը արդեն ունի միջուկային զենք, եւ այսօր դա փորձարկելու է։ Ես չեմ զարմանում, եթե սա փորձարկի ուղղակի թիրախային, հենց Իսրայելի տարածքում, կամ ուրիշ տեղ չգիտեմ։ Ես չեմ զարմանա։ Ես ընդհանրապես ոչ մի գործողության վրա այլևս ստեղ ուրախանալու, դատապարտելու, չդատապարտելու բան չկա։ Ես ուղղակի ուսումնասիրողի աչքերով եմ նայում ամեն ինչին։ Ոչ թե անձնական, էմոցիոնալ, եթե անձնական եւ էմոցիոնալ նայեմ, այն ինչ որ հիմա կատարվում է, ես վաղուց հիվանդանոց եմ եկել։ Ես աշխատում եմ նույնիսկ մեզ վերաբերող հարցերին, ես կողքից աչքով, ուսումնասիրողի աչքով նայեմ, որովհետեւ երբ որ դա անձնական ես նայում, դու ամբողջ նյարդային համակարգ բան, ուղեր, սիր, քանդես կանգնես վրա։ Մենք գիտենք, որ մենք էլ մարդ ենք, չէ՞, միսուարունից։ Միշտ աշխատում եմ սենց ուսումնասիրողի աչքերով նայեմ։ Հիմա ես ուսումնասիրողի աչքերով նայում եմ, բանի Իրանի հարացը։ Եթե հիմա նա սկսի այդ միջուկային, այն ինչ որ ունի, իսկ ինքը վստահ ունի մի բան, որ կարա փորձարկի։ Նույնիսկ եթե ասում են դա ընդամենը 60% բան հարստացված, դա ամենաիդեալական մակրությունը չի, դա տեխնիկապես կոչվում է կեղտոտ ռումբ։ Կեղտոտ, բայց ինքը կարա ավիրի ուղղակի սարսափելի վնաս տա։ Ինքը դա կարող օգտագործի։ Անին թվում է, հрьяաներին թվում է իրանք կարող ասել են, անայց ռմբակոց են, որ այդ բունկերները, որ դա իրականանում էր, ես թվում է դրանք վերացել են։ Ոչ, դրանք ուղղակի հնարավոր չի վերացնել, համենայնպես այն զենքերով, այն միջոցներով, որ այսօր Իսրայելը ունի։ Սպասենք, տեսնենք վաղը սա ճիշտ է, թե այս փորձարկումն է, թե ոչ։ Այսպես մի հատ բան կա, տեսարան կա նայեք։ F-35 են այսօր խփել Իրանի տարածքում։ Խփել են ու ասում են ամենայն հավանականությամբ Իսրայելի զինվորին գերին են վերցել։ Գեր են վերցել Իսրայելի ռազմաօդային ուժերի խոսված ինքնատիռի
Կին օթաչու, չնայած էսի հերքում է իսրայելական կողմը, բացարձակապես էական չի։ Անկեղծ եմ ասում, նույնիսկ վերցել են, չեն վերցել ես, ես էլ հրդեհներն ա Թել Ավիվում նայում։ Անկեղծ ես այս ամեն ինչի համար շատ ափսոսում եմ։ Ես եղել եմ Թել Ավիվում, ես շատ եմ հավանել Թել Ավիվը, ոչ թե ինքը մի ինձ հրաշք քաղաք է, որ քայլում ես գեղեցկությունից հալվում է սիրտը, չէ։ Խառն է, ինչ ասես կա, բայց զգում ես, որ բանը արևելքն է, նախ հանգիստ է, եղանակը լավ է, տպավորություններս լավ է։ Բացարձակապես ուրախ չեմ այդ տեսաներից, որ ես այսօր տեսել եմ։ Նույնիսկ եմ ասում, ես տեղել ընկերներ ունեմ ապրող, հարազատ մարդիկ կան ապրող, վերջում մենք կարգին հայկական համայնքում ենք, եւ Թեհրանում, եւ Իսրայելում, եւ աշխարհում տեղ չկա, որ մենք բարեկամներ ու ընկերներ չունենանք։ Ոչ մի երկրի կործանում ինձ չի ուրախացնում, ոչ մի պատերազմ ինձ չի ուրախացնում։ Այս ամեն ինչը հնարավոր է մի պարագայում, երբ որ մեկը Նետանյահու նման կամ Պուտինի նման որոշում է, որ իր իշխանությունը պահելու համար ինքը իրավունք ունի անընդհատ երկիրը պահել պատերազմի մեջ։ Մենք երեք տեսանք, չէ՞, Մեջինսկին ինչ էր ասում, որ այս կարգի ղեկավարները պատերազմ են, իրաց մշտական պատերազմը պետք, մշտական պատերազմ ժողովրդին կոնտրոլի տակ պահելու համար։ Ու որ այդ իրական խնդիրների մասին ժողովուրդը չմտածի։ Քանի Նետանյահուն իշխանությանը պատերազմը լինելու, քանի Պուտինը իշխանությանը պատերազմը լինելու, այս երկուսին հələ Ալիևի թողում է մի կողմ։ Այս երկուսին իշխանության պահումը Թրամփը բարի բոլոր իմաստներով երկուսին էլ իշխանության պահումը ու ոգևորում է, քաջալերում է, աջակցում է Դոնալդ Թրամփը։ Թող մեկ այն Թրամփ սիրողներից թող ասի, որ դա տես չի։ Այսպեսի մի վերլուծություն կար, շատ խելացի, հիմա ձեր հետ կիսնեմ։ И хорошо подготовленный, но вот у меня сегодня весь день с утра, как эта информация пошла, у меня была дискуссия с рядом коллег на эту тему, и я был такой скептик, то есть я говорил, что типа подождите, давайте дождемся какой-то реальной информации, да, вот, о том, что там на самом деле поражено и какая Մի խոսքով ասում եմ, որ այս ամեն ինչը որ եղավ, ես ասում եմ զրուցեցի, որ շատ լավ պատրաստված, նախապատրաստված հասակում էր, հա, եւ ասում եմ, ես մտածում եմ սպասենք, տեսնենք ինչ է լինում, հետո եզրակացության կան, եւ այդ ընթացքում խոսել է տարբեր մասնագետների հետ, տեսնենք ինչ է ասում։ степень поражения вот этих объектов ядерной программы, прежде всего вот этих самых объектов по обогащению урана, которые глубоко в горах спрятаны под породой, которые просто так не разобьешь, и нужны какие-то специальные вот эти глубинные бункерные бомбы, да? Հիմա ասում եմ, քանի որ այդ բանը լեռներում է այդ ու շատ խորը այդ լաբորատորիաներն բունկերները, դրանք չես կարա սովորական զենքերով ռմբակոծես, ասես այն ինչ որ օգտագործվել է, դրանք չի հասնելու։ Ուզում եմ հասկանալ ինչքան է ճիշտ վտանգը եղել։ И вот сейчас мы выясняем, что эти вот те самые объекты, значит, обогащения урана, о которых идет речь, они не поражены вообще. Вот. Ես մենք բարձրացեց, որ այն որ հենձանով է զբաղված այդ ուրանի հարստացումը ընդհանրապես չեն Это դժել։ не значит, что израильский удар как бы был там мимо кассы, конечно же нет. Видимо, они поразили большую часть и военной инфраструктуры, и руководства, и армии, и ядерной Ասում программы. եմ, դա չի նշանակում, որ ասում եմ, վատ էլ հալված է, ասում եմ, որ արդյունք չի տվել։ Չի ասում, հակի բան են վնասել, զինվորականներ են սպանել, կարևոր օբյեկտներ են վնասել, Да. բայց Этот ущерб Ирану какой-то очень серьезный нанесен, это совершенно очевидно, да. Но вот опять там жалко, что вы не видели всю эту нашу закадровую дискуссию с большими коллегами. Ну, естественно, мы весь день все это обсуждаем, да. Вот. И ключевой центральный вопрос, он здесь один. Он очень простой. Насколько Иран быстро после этих израильских ударов сможет регенерировать свою способность делать ядерную бомбу? հիմա ասում եմ, մենք մեծ քննարկություն ենք ունեցել, ասում եմ, սա ռեական չի։ Հիմա ամենակարևոր մի հարց պատասխանենք։ Սրանից հետո Իրանը ինչքան արագ ի վիճակի կլինի իրականացնել այդ ծրագիրը միջուկային։ Потому что вот что произошло сегодня ночью? Что дипломатия окончена. Ասում ինչ կատարվեց, դիպլոմատիան վերջացած է։ Все. Просто вот много лет как бы страны Запада и мировое сообщество говорили, значит, ребят, мы найдем уздечку на Израиле и заставим его воздержаться от ударов превентивных по вашим ядерным объектам, значит, убедим его не высовываться, да. Но вы, дорогие товарищи иранцы, в обмен на это пустите инспекторов, подпишите сделку, соглашение, что вы, значит, не будете получать ядерное оружие. Вот в этом
ասում են ինչ է դեսքան ժամանակ բանակցում, որ ասում են մենք ասում են Եվրոպան, Արևմուտքը ասում էր մենք կզսպենք բանին Իսրայելին, բայց ասում են դուք ձեր կողմից պետք է ինսպեկտորներ թողեք, ստուգողներ թողեք ձեր միջուկային այդ լաբորատորիաները, որ մենք տեսնենք ինչ է Был կատարվում։ смысл сделки ядерной, которая была заключена 10 лет назад, и последних всех переговоров, как бы был в этом. Все это умерло. Վերջ ասում ես ամեն ինչը բացավ։ Բացավ ես ինչի մասին այդքան խոսում էի, որին դեմ չէր Իրանը։ Ու դրա մասին բանակցություններ էր գնում, ախպեր ջան, հա, ես քո ինսպեկտորներին կթողեմ։ Դու էլ դիմացը պետք է ազատես այն սանկցիաները, ոչ କି ես բաց եմ։ Փեզիկ Թաշյանը, ի՞նչ եմ ասում։ Մի խոսքով Իրանի նախագահ առաջին օրվանից բաց դեմոկրատական ձևով ասում, ես որպես երկիր բաց եմ, քանի անգամ խախտվել այս բանակցությունները, էլի Իսրայելի մեղքով։ Ինքը անընդհատ կրկնել է, որ մենք բաց ենք։ Հիմա ասում եմ վերջ, այս անից հետո փակվեց այդ թեման։ Փակվեց այդ թեման եւ ում շնորհիվ հենց էլի Իսրայելի։ Ասես չէ, որովհետեւ Իրան հո պետք չի որ ինսպեկտորները գնան նայեն դա ազնվաթե չէ։ Ասեց որ դա չի ինձ պետք։ Ինձ ցես խփելն է պետք։ Ինձ այդ կոնտրոլն է պետք ձեր վրա, ինձ այս դու զենք չունես, դա պետք է այ նույնը հիմա Հայաստանում է կատարվում։ Նույնը։ Ադրբեջանին այդ խաղաղության պայմանագիրը պետք չի։ Իրան Հայաստանի նկատմամբ վերահսկողությունն է պետք։ Դու ինչքան սա ուզում ես խոսա ընթացքից, գործից, չգիտեմ, խաշմերուկից, բանին, ոչ Իսրայելին է պետք այդ խաղաղությունը։ Ոչ Ադրբեջանին է պետք այդ խաղաղությունը։ Դու նա որ խաղաղությունը տալիս ես, նշանակում է իր իշխանությունը եւ ազդեցությունը իր երկրի վրա վերջանում է դրանով։ Դու էլ ինչու սուբյեկտ ես դառնում, որ երկու պարագայում էլ պետք չի։ Սա արեց Իսրայելը, սա անում է ու անելու է Ալիևը։ Դրա համար իրանցիներն ասեցին, Թրամփն ասել է երկրորդ շանս ունեք, ինչ երկրորդ շանս։ Այդ տխմար, ես քո այդ բանակցությունների մեջ է, դու թակում խփեցին ինձ։ Ով ես որ ես քո այդ բանակցել։ Ես կստեղծեմ իմ զենքը, ու ստեղծելու է։ Դա տևելու է ընդամենը օրեր, որովհետև այնտեղ համարյա բան չկա անելու։ Բան չի մնացանելու, եթե 60%-ը դա բարձ, այսօր էլ դա կարող են օգտագործել, ինքը կարող է այդ ավերածությունները չտա ինչ որ կարող էր տալ, բայց վստահ եղեք դա արդեն բավական է, եթե մի հատ ռում ընկավ Իսրայելի այդ փոքր տարածքի վրա, այդ փոքր տեղը 7 միլիոն մարդ է ապրում ախր։ 7 միլիոն մարդ ապրում, եւ հրեաներ եւ արաբներ։ Եվ հայեր։ Պատկերացրեք մեր սոյը, Երուսաղեմի հետ ինչ կլինի այդտեղ։ Տարածած շրջանային լարվածությունը չի տեղափոխվի Հայաստան։ Սա նայքելը։ Նիկոլի Հարճին լսել, տարածաշրջանային լարվածությունը չի տեղափոխվի Հայաստան։ Ինք արդեն որոշել է, խոսացել է համ Ալիևի հետ, համ Էրդողանի հետ, համ Նետանյահուի հետ, համ Արսեն Կնդեր, չգիտեմ, Խոմեյնի հետ, բոլորը հետ խոսացել է, ու ասում է, տարածաշրջանային լարվածությունը չի տեղափոխվի Հայաստան։ Այսինքն ոնց պետք է տեղափոխվել Հայաստան։ Ոնց ես պատկերացնում տեղափոխվել Հայաստան։ Պատերազմ։ Այսինքն դու որ ասեցիր պատերազմ չի լինի, Ալիևն ասել է, արա ես հիմա ոնց հարձակվեմ Հայաստանի վրա։ Ոնց է Նիկոլի Հարճը ասել է պատերազմ չի լինի, ես խայտարակ չեմ լինելու, իր խոսքից դուրս գա։ Ինչ որ ես ասում եմ, իսի մամերովա ոչ խոսակցությունն է, ոչ լեքսիկոնն է, ոչ մտքերս են, ուղղակի ես բանվեր ես կարդում եմ, ու ես բան տեսնում եմ, ասում սրանք հայլու մեջ իրանց չեն նայում, արա Արամ Սարգսյան, որ հայլու մեջ նայում ես, թքելը չի գալի քո վրա, պարզ մարդկային հարց եմ տալիս, էլի, որ նայում ես, քո թքելը չի գալի քո վրա, դուք ես լսում ես, ինչ ես Նիկոլին ես փրկում ես պարագայում, որ ասես, այ հիմա իրանք որ բան չեն անում, այս նույն բանը կասկնեց են անվտանգության խորհրդի քարտուղարը։ Մենք խաղաղության գործընթացով ենք դիմակայել այս ամեն ինչը։ Դուք հանցագործեք։
Ասում ես Կարեն Սարգսյան, սա ապուշ չի։ Ոչ էլ Նիկոլ Փաշինյանն է ապուշ, իդիոտ, անասուն։ Էյ չէ դու ասում ես, արդեն կամա նորմալ է դառել։ Ես գիտեմ, որ դու ասել ես, ինչ ուզում ես մեր քրտի մեզ բանում։ Բայց մենակ չասես, որ մենք հանցագործենք, սա արդեն ուրիշ կատեգորիա է։ Ուրիշ։ Հա։ Սրանք ապուշ չեն։ Սրանք հանցագործ են։ Որովհետև սրանք ժողովրդին պահում են թմրի մեջ, սրա այս քալոզիչների ձեռքով այն մյուս հանցագործներ իր անգործությունով։ Եթե սրա արածը հիմա սահմանադրորեն դատապարտելի չինքը քալոզիչա, Փաշինյան Նիկոլի արածը սահմանադրորեն դատապարտելի է, նա արդեն գործողություն է, որտեղ պետության ղեկավարն է։ Բայց սրա քալոզը օգնում է, որ այն անասունը ոչ մի բան չանի։ Որ ասի հեն Արամ Սարգսյանն ասում է, բան չկա, ինչի ես պետք է խառնում եմ, ես իմ խաղաղության օրակարգը պետք է առաջ տանեմ ամեն օրվա խոսակցությունով, ամեն օրվա ռեժիմով Էրդողանից հետ։ Դες մեզ ձեռքբերում է, առաջ չես Մոսկվայի ենք խոսում, այսօր ես կարողանում եմ Մոսկվա ուղիղ զանգեմ Էրդողանին։ Սբիլաս միշտա իդիոտը, իդիոտի երազանքն է իրականացել։ Ծրագրավորող քիբերանվտանգության մասնագետ Սամվել Հարապետյանը Facebook-յան էջում գրում է, որ Իրանից լուրեր են ստանում, որ դրոններ են թռել Իրանի նկատմամբ, օգտագործելով Արցախի տարածքում կառուցված օդանավակայանները, շնորհավորում են բոլորիս։ Հարվածները հասցնում եւ թողում են ԱԹՍ-ները։ Ներկայապային Իսրայելը կարկուտի նման ռմբակոծում ու ԱԹՍ-ները ուղարկում Արցախի տարածքից։ Մի խոսքով, այն որ միշտ խոսացել ենք, որ այս տարածքը, այս պատերազմը 20 թվականի, սենց սահում որ անցավ Իսրայելը օգնում է, Իրան դա է պետք ազատի տարածքը, մաքրեն հայերից, ասել փոխադարձ Երևանով, փոխադարձ, դա, եւ Ռուսաստանիներ էդի հարմար, եւ Իսրայելիներ հարմար էդի, երևի Ամերիկայիներ էդի հարմար, եւ Ադրբեջաններ, Թուրքիաներ բնական հարմար։ Դրա համար սենց սահուն անցավ այս ամեն ինչը, սահուն, սենց մեղր կարակի նման անցավ։ Հա, որ այսօրվա վիճակով այդ տարածքից օգտագործեն խփելու։ Եվ այս ամեն ինչը ով ողջունեց, հիշում եք, ստիպված է, ստիպված չէր, ով ողջունեց Թեհրան։ Հիմա կարող է ճար չուներ, թե ճար ուներ, չգիտեմ։ Ողջունեց։ Այս ընդամենը երկու շաբաթ առաջ էր ադրբեջանցիների հետ բաներ անում, չէ՞, ռազմական զորավարժություններ էին անում։ Դե տեսնենք Իրանը ոնց կարձագանքի Ադրբեջանի այս ագրեսիային, որտեղ սա ագրեսիա է Ադրբեջանի իր ասած Ադրբեջանի տարածքից։ Ես կարծում եմ, եթե այսպես շարունակի, մի քանի 100 սենց բաներ պետք է Բաքվի վրա գնան։ Անպայման։ Մենք ով էր մտածում, որ այսօր Իսրայելի Թել Ավիվի կենտրոնը, այդ պաշտպանության նախարարությունը, սենց կավիրվի, հա, սենց մոտավորապես կարծեմ 400 հատ հրթիռ է թվում, 400 հատ։ Ով էր մտածում, որ պետք է լինի։ Իսկ Բաքվին այդքան հրթիռ պետք չի, հա։ Շատ ավելի քիչ է, պետք որ Բաքվից բան չմնա։ Բան չի մնա այնտեղ, ոչ մի բան, որտեղ Բաքուն ինչ է իրենց ներկայացնում, դա բանն է։ Ապշերենը թերակղզին է։ Բան չի մնա այնտեղ։ Մեկ հատ այդ վիշկավոր վառվեց, այդտեղ ոչ մի բան չի մնա։ Գանձակի այդ բանը, այդ կայարանը, այդ հանգույցը, տրանսպորտային, որ ավիրվի, այն ինչ որ պետք է անեին հայկական զորքերը, որ տենց չարեցին, հա։ Իսկ թվում է Թեհրան զինվորականներն ավելի խելացի կլինեն, քան հայերը, այս պարագայում։ Դե ասա մասին արդեն խոսացինք, այս հարվածների նորից չկրկնվեմ։ Այստեղ ռմբակոծված օբյեկտների ցանկ կա արդեն բարձր փաստորեն, ուրեմն սենց ցանկ կա, ուրեմն Դիմոնայի միջուկային ռեակտորն է ռմբակոծվել Իսրայելում, պաշտպանության նախարարությունն է ռմբակոծել, Թել-Նով եւ Նևատիմ օդանավակայանները, ասում երկու օդանավակայան, Գազայի ափերի մոտ գտնվող գազային հարթակները եւ Հայֆայի օբյեկտները, Թել Ավիվի ֆինանսական կենտրոնն ու էկոնոմիկայի նախարարությունը, հսկայական ցուցակ է, հսկայական։ Հիմա գանք Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Սա մենք սոսկալի պատմության փուլ ենք ապրել, ժողով անկեղծ եմ ասում։
Հիմա այստեղ Սիմոն ասում է, մենք մտնելու ենք պատերազմի մեջ, թե չէ։ Ամերիկայում արդեն sense հարցեր են տալի։ Մենք մտնելու ենք պատերազմի մեջ, թե չէ, եւ ինչա բանանում։ Որ անպայման Ամերիկայի Միացյալ Նահանգները, սա հայաներն են, եսեք են մի բան։ You told our sister network CNBC that if Iran restored its nuclear program, a military response could be the only option. So Israel's just taken that step. So what now, militarily and for future negotiations? Տեսեք նույնքանից ոնց ներկայացրեց։ Դե ասում է, եթե Իրանը իրականացնում է այդ բանը, միջուկային ծրագիրը, խեղճ Իսրայելը պետք է սպաներ, պետք է ռմբակոծեր, դե ուրիշ բան չկա։ Հիմա արդեն հարցը ասեցին, փակվեց, մոռացել են, որ ընդամենը 2 օր առաջ իրենք բանակցությունների մեջ էին։ Մոռացեց, վերջ։ Իսրայելը իրավունք ուներ Իրանին խփելու, վերջ։ Էսի ասել, հիմա ասում եմ, մենք ինչ պետք է անենք, ինչ ասում։ Դե քանի որ Իրանը ուզում էր միջուկային այդ process-ը սարքեր, Իսրայելն էլ իրավունք ուներ խփելու, վերջ, փակված է, դա չի քննարկում, Ամերիկային ինչ է մնում անել, օգնել Իսրայելին, օգնել, պաշտպանել, փրկել այդ խեղճ կոտորված ժողովրդին, խեղճ ու կրակ Իսրայելի ժողովրդին, օգնել, փրկել եւ ամեն ձևով պաշտպանել Իսրայելը։ Ես հիշում եմ 2 տարի առաջ էր, 2 տարի առաջ է, տարի կես առաջ երբ որ սկսեց Գազայի նկատմամբ այս բաները, հոկտեմբերի 7-ից հետո, եթե հիշում եք, 23 թվականի հոկտեմբերից հետո, 7-ից հետո, հոկտեմբերի 7-ը բոլորիս համար շոկ էր, նախ իմ համար հարց էր, ոնց եղավ որ 6 ժամ, 6 ժամ այդ աբորիգենները կարող էին, 6 ժամ, տեսեք, երկիր, որը այսքան է, ու կարողանում է մի հսկա երկրում օպերացիա իրականացնի, գեներալն է սպանի, գիտնականն է սպանի, պեյջերներով մի ամբողջ Համասի, չգիտեմ, գեներալիտետ վերացնի բոլոր տեղերում, ու մեկ է, ինչ որ մապեդի վրա նստած, փնթի, կալաշնիկովը ուսին, գալի մտնում է 6 ժամ ու մուզուկ կրակում։ Դե առաջին իհարկե մի քիչ տեղ այդ մարդը պարզեր, որ այս ամեն ինչը թատրոն է, որտեղ սենց բան ուղղակի չէր կարա լինել, էլի։ Առաջին շոկն էր, հետո ոսկսեց բանը արդյունքին ոնց մեզ կոտորել են, էլի մեզ կոտորեցին ու սկսեցին անխնա ջարդել, մի 2 շաբաթ հետո սկսեցին վիդեոներ տարածվել եւ ամբողջ աշխարհով ամբողջ TikTok-ը խեղդեց այդ վիդեոները ոնց են իսրայելցիները ուղղակի ռմբակոծում ավիրում ամբողջ Գազան։ Իրանց դա է պետք։ Մի խոսքով ամբողջ աշխարհում մեդիան CNN-ն, BBC-ն, NBC-ը, որ միշտ եղել է հայկական կոնտրոլի տակ եւ միշտ sense ա խեղճ հրեաները, կեղտոտ արաբները, փոխվեց ժամանակի ընթացքում, բալանս փոխվեց բանի ինֆորմացիոն եւ արդյունքում ինչ եղավ։ Արդյունքում մեծ պրոտեստներ եւ բանում Նյու Յորքի համալսարաններում, NYU-ում, Կոլումբիայում, Հարվարդում դրա համար է, չէ՞, Թրամփը անգած այդ բոլոր համալսարանների հետևից դուք դե պաշտպանել եք բանը պրոպագանդիստական միտինգներ եղել։ Եվ աշխարհում ընդհանրապես ինֆորմացիոն դաշտը փոխվեց, նույնիսկ հրեաները Բրուքլինում, Մանհեթենում դեմ էին դուրս եկել Իսրայել պետության այս գործողություններին։ Այդ չեմ ասում Եվրոպայում։ Եվ բոլի արդյունքում էլ եվրոպական դատարանը ճանաչեց Նետանյահուին հանցագործ, ռազմական հանցագործ։ Այսինքն ինֆորմացիոն դուրս եկավ պետական բանից, լծակների տակից, տարածվեց այն ինչ որ միջև չէր տարածվում։ Արդյունքում ունեցանք այդ որոշումը։ Հիմա սրանք էս հնացած մնացած դեմքերը, սրանց թվում է դեռ աշխարհը նույն 2 տարի, 3 տարի առաջվա, բանը հիմա արդեն ասեցին, ապացուցեցին, որ սենց ա եղել։ Իսրայել իրավունք ունի ում ուզենա ռմբակոծի։ Եվ հիմա ինչ է մնում Ամերիկային անելու, պաշտպանել Իսրայել։ Լավ։ Աշխարհը անայք է փոխվում։ Ինտերնետի դարա, Messenger-ի դարա, TikTok-ի դարա, Instagram-ի դարա, այսինքն ցանկացած ամեն մեկով ունի հեռախոս, չի։ Ինքը արդեն մեդիա է։ Ով ունի հեռախոս, ինքը արդեն մեդիա է։ Եվ առաջվա մեթոդաբանությամբ ոսից անընդհատ հոլոկոստ ասելով, դե կոտորվել են իրավունք ունեն կոտորել ու ինչ ուզում են, հասկանում եք, սենց անենց դիսբալանս են ստեղծել աշխարհում, որ շատ-շատերի համար, որոնք միշտ նեյտրալ են եղել, ռասիստ չեն եղել, այսօր ֆաշիզմն ու Իսրայելը նույնականացնում են արդեն։
ուղիղ նույնական ասում են։ Էլ մոռացել են, որ ֆաշիզմն էր կոտորում հրեաներին։ Դա մասին մոռացել են։ Արդեն ու սա այդ ամեն ինչը այս կարգի վերլուծաբանների այս հին արդեն մի ոտը որ գերեզմանում է, բայց ինքը հələ թվում է ինքը ասենք CNN-ի դարաշրջանում է, որ ինֆորմացիա է տալիս բացառապես պետական մեդիան։ Պետական մեդիան էլ ոնց ուզում ես ներկայացում էր։ Դու ուզում ես նետանդ մեջ ճղվի քեզանից ասա տենց չի։ Հիշում եք սովետական միության ժամանակ, երբ որ Արցախյան շարժումը սկսվել էր, սովետական մեդիան ինչ ուզում ցույց էր տալի մեզ մասին։ Սեպարատիստներ, то չգիտեմ ընդեր ֆիդայիններ, տերորիստներ, ինչ ուզում ասում են։ Մենք Հայաստանում պայթում ենք մեզանից, որ արես ինչ եք ասում մեր մասին։ Մենք այդպես չենք։ Բայց դեն ժամանակ մի հատ է հերոստատեսությունը եւ իր ասածը սպառում էին բոլորը։ Դու ուզում ես ճղվի։ Ոզանի չի լսում։ Հիմա այսօր այս քարոզությունը որ նայում եմ, մնացել է նույնը։ Սրանք հələ չեն հաշտվել այն մարդկի հետ, որ կորցրել են։ Հիմա Ռուբիոն երեկվա վիճակով ասեց. մենք չենք նախաձեռնել այս պատերազմը, մենք չենք խփելու Իրանին, բայց կաշխատենք օգնենք, որ Իսրայելը չվերանա։ Առաջ ուրիշ ձև էր լինել մի անգամից, հա։ Այսօր նույնիսկ Բրիտանիան է հայտարարել, որ ընդհանրապես չի պլանավորում ոչ մի ձևով չի պլանավորում միջամտել հարցին ու պաշտպանի Իսրայելին։ Փոխվում է դարաշրջանը։ Դանդաղա փոխվում, ցինիկա փոխվում, այո հələ քարոզիչ քրիստոնյա քարոզիչներ ես եվրեի դեմքով կան, որ իրանք ասեն քրիստոնեությունը պարտադրում է, որ դուք ում պետքա բան անեք, հա, կարող ես սպանել ում պետքա եւ դու իրավունք ունես, հա, ու այսա դեմքն է մանգարի չեմ կարող ես։ Կերս քրիստոնյայի, այսպես հեսա։ Այո, սրանք կան։ Այս քաղաքական գործիչներն կան, բայց պետք է հասկանանք մի բան, սրանք արդեն գնացած են։ Այս 70+-ն է, կամ 60+-ն է, գնացած են, սրանք չեն ուզում հասկանալ, որ ում ինքը հիմա քարոզում է, դրանցից մեծ մասը հեռախոս է օգտագործում։ Ճիշտ է, լսում է ինքը ինչ ասում, բայց ինքը գնում է հեռախոսը բացում է, մեկը տենում է հələ մի վայրկյան։ Բայց ոնց որ առաջինը խփել է Իսրայելը։ Ոնց որ այնտեղ ավելի շատ է մարդ մահացել Թեհրանում, քան Իսրայելում։ Այդ ոնց է բան։ Բայց մեկը, այս իներցիան լինելու է կա ուսադեմ ինչ-որ մի բան է պետք անել։ Հիմա մենք կարող ենք սենց անել, անտարբեր նստել նայել, դե մեզ դա չի վերաբերվում։ Դե հիմա Իսրայելն է, Իրանն է, ճիշտ արդյունքում կարող է Հայաստանով մտնեն դուրս գան, այսպես առանց ով անելու։ Պատկերացրեք մի երկրի անվտանգության խորհրդի նախագահ, որ ասում է մենք լացելով այս հարցը կլուծենք։ Օրակարգով, պատկերացրեք օրակարգով դուրս գալու հրթիռների դեմ։ Դա բանը ասում ես ոչ հիմա չի փրկելու, եթե եղավ հարցակում։ Օրակարգով դժվար է մի քիչ դրոնների դեմ պայքարել, էլի։ Այո, կարող ենք անտարբեր նայել, նստել սպասել մինչև երբ ռումբերը թափելու մեր գլխին։ Դա է տարբերակը, բայց ես նախանցում եմ ուրիշ բան, նախանցում եմ ամեն գնով սրա դեմ պայքարել։ Գիտեք ինչի դեմ, ոչ չեմ պայքարում Իրանի դեմ, կամ Իսրայելի դեմ, կամ Ամերիկայի դեմ։ Ես իմ աշխատանքը եւ ձեր աշխատանքը տեսնում եմ մի բանի մեջ։ Վերջ տալ այս անբարոյականությանը։ Որովհետեւ այս ամեն ինչը անբարոյականություն է։ Եթե մեկ եկել է իմ հետ խոսելու, ես իդ խնդիր ունեմ, հա? Մենք կոնֆլիկտ ունենք, եկել ենք լուծելու, նստել ենք սեղանի շուրջ։ Ու ես ասում եմ, ես իրան զբաղացնեմ, դու խփի, նշանակում ես անբարոյական եմ։ Չի ստացվում, էլի։ Չի ստացվում։ Սա թուրքական գործելավոճ է։ Հիշում եք, մեր բաներին, նախարարներին, թագավորներին, իշխաններին հրավիրել են, դա Տիզբոնն է եղել, կամ չգիտեմ, Կոստանդինապոլիսն է եղել, որտեղ հրավիրել են բանակցելու, նույն ձևի հրավիրել են, վիզը կտրեցին Պապ թագավորի սեղանի վրա, հենց դա թուրքական գործն է, էլի։ Դա թշնամություն է։ Թշնամություն։ Հիմա այս նույն բանն է տեղի ունեցել։ Մեր գործը
Ոչ թե ինչ-որ մեկի կողմը բռնելն է, այս անբարոյականությունը վերջ տալն է, որովհետև այս անբարոյականությունը գիտեք ինչի է կատարվում, որ ինչ-որ մարդիկ մնան իշխանության։ Բացառապես, ստե շարքային հրեայի այն որ հիմա Թել Ավիվում կարողա տուննա քանդվե, մեքենանա վառվե կամ ինքնամահացե, ես չգիտեմ։ Դա պետք չէ ամեն ինչը։ Իր համար պարտադիր պայման չէ, որ Նետանյահուն պետք է լիներ նախագահ։ Կարող նույնիսկ ինքը կողմ էր, կարող ինքը կողմ չէր, ես չգիտեմ այնտեղ ում է իշխատա։ Բայց այս ամեն ինչը պատերազմը այս երկու դիկտատորների իշխանության համար է։ Այն ինչ որ հիմա անում է Թրամփը, երևի հիշում եք երեք այդ նայեք այս տեսանյութը։ Call it what it is, a disgraceful abuse of power. Senator Padilla was handcuffed and dragged out of for daring to ask a question. This wasn't a threat, it's dissent, and they crushed it with force. This, my view is it was wildly inappropriate. Երևի հիշում եք երեք այդ սենատոր, դեմոկրատական սենատոր, հարց տալու համար Սպիտակ տանը, Վաշինգտոնում, կանոնավորեցին, ձեր կանոնությունը հանեցին դուրս։ Այս բոլորն ասում են, որ սա բացարձակապես անընդունելի, որ այդ ուրիշ բառեր ես ոնց որ չեմ կարող հայերեն թարգմանել, երևի արդեն ուղիղս հոգնեց։ Մի խոսքով դատապարտելի անհատка, ոնց դու կարող ես սենատորին հարց տալու համար ձեռնաշղթա հացնես ու այսինքն Թրամփը նույն անում Ամերիկայում։ Նույն անում Ամերիկայում։ Սա, տեսեք, ասում ինքը դառնալու է, պատմության մեջ մնալու է, որպես այս երկու հանցագործների օժանդակող երևույթ։ Ու սրանք էլ են 70+։ Սրանք էլ չեն հասկանում, չեն ուզում հասկանալ, որ պրծելա իրաց շարը, այդ մեթոդաբանությունը, պրծելա նույն նոր բան է սկսում։ Նոր պահանջներ կա, նոր տեխնոլոգիաներ կա, նոր ինֆորմացիոն դաշտ կա, հա, չի աշխատում։ Դուք պրծել եք, Մասկին մի պահ չհասկացավ, մի պահ իր մտածում էր, որ լուրջ մարդ է դիմացինը Թրամփը, իր բանը 65 միլիարդ դոլար է կորցրել, բայց միջև հիմա 65 միլիարդ դոլար կորցնելուց հետո ինքը ավելի հարուստ է, քան ամբողջ Ֆորդի կամպանիան, պատկերացնում եք։ Այսպես մի հատ հիմարություն տեսինք ինչքան կորուստներ տվեց, որովհետև աշխարհը ռեակցիան շուտ է տալի, ինֆորմացիան շուտ է հասնում։ Հիմա ստանդարտներն ու պահանջները լրիվ փոխվել են, այս 70+, ասենք չեն հասկանում։ Ինչ եմ ասում 70+, Ռուսաստանի ամբողջ իշխանությունը 70+ է։ Բոլորը, այդ ինչ որ կա, Պուտինից սկսած մինչև ընդ Բաստրիկի, բոլորը 70+ են։ Սրանք չեն ուզում հասկանալ, նույն Նետանյահուն չեն ուզում հասկանալ, որ պրծել են իրանք։ Այդ մեթոդները չի անում։ Իրանք մաքսիմում կարողանան, ասենք, մի քանի հազար կամ մի քանի 100,000 կյանք ավել խորտակեն։ Այն ինչ որ հիմա իրանք անում են հաջողությամբ։ Պուտինը դեղ անում, Նետանյահուն դեղ անում, Ալիևներն դեղ արելա, եթե հնարավոր լինի, էլի կանի։ Սրանք չեն ուզում հասկանալ, պրծել են։ Հիմա մեր գործը ստանդարտներին հավատալի մնալն է ու պայքարելը դրա համար։ Պայքարել, որովհետև եթե թողեք ինքնահոսի, կարող շատ գնա։ Ախ, այնքան խոսացի, ախր այնքան բան ունեի ասել, որ լավ արագանցնեմ։ Սա շվեյցարիական մեր ընկերներն են, քանի որ այս կարևոր ինֆորմացիա է, ես ուզում եմ անպայման ասել։ Սարգիս Շահինյանն է մեզ տեղեկացնում, որ Շվեյցարիայի այս միջոցառումը, որ տեղի էր ունեցել, մի խոսքով եղել է բանաձև, որը պարտադրել են, ներկայացել են Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարությանը, որ ինքը պահանջի բանից Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ-ից դիտարկել Արցախի մշակութային բաժանումության պաշտպանումը, մի խոսքով ժողովրդի վերադարձի հնարավորությունը եւ այլն։ Ադրբեջանը ուղարկել է գրողի ծոց ասել, Արցախ չկա։ Ու որպես պատասխան ատբանը լռել է։ Շվեյցարիան լռել է, պատասխան չի ասում։ Հիմա մեր արագ եմ ուղղակի ասում, թող Սարգիս Շահինյանը ների, եթե ինչ ունի բան, ես ստեղից կիսատ ասեմ։ Ասում սա աներելի է, անընդունելի է մեկ, անընդունելի է մեր ընկերների համար։ Երկրորդներն ասում են դուք նախադեպ ունեք Կոլումբիայի հարցում։ Դուք չեք ընդունել այդ տարբերակը եւ կարողացել եք հասնել
նրան այն ինչ որ դուք հասել եք։ Հիմա քանի որ ասում սոկարը մեծ սոկարը ադրբեջանական սոկարը մեծ ներդրում ու ֆինանսական ազդեցություն ունի Շվեյցարիան, այս վիճակով կարող է դա դժվարություններ ստեղծի նպատակին հասնելու համար, բայց քանի որ արագ է փոխվում աշխարհը, դա անպայման լինելու է, եթե ոչ հիմա, հետո մենք այդ հարցին անդրադառնալու ենք եւ այս հարցը անպայման մի ձև պետք է լուծի։ Արամ առաջի կաթողիկոսի նախագահությամբ կքննարկվեն Արցախի ժողովրդի իրավունքի շուրջ աշխատանքները։ Վերջապես Նիկոլա, ձեզ պետք է այսքան ստորացնել, նվաստացնել, որ դուք ցեիք Արցախի մասին ավելի բարձր խոսալ։ Միակ բանը հիմա որ դուք կարող եք անել, Գարեգին ուշանում է։ Միակ բանը որ դուք հիմա որ կարող եք անել, Արցախի հարցով ավելի շատ խոսալն է։ Սա միակ բանն է, խաղաթուղթն է, որ դուք ունեք։ Ուրիշ բան չունեք դուք։ Այս լրբելին հիշում եք, որ պարկեշտ մեռած քրիստոնյաները ցիտում են այս կողմից այն կողմ, որ իրենց հարմար, իրենց ճաշակով, իրենց մակարդակի կաթողիկոս են ուզում։ Այս տականքի գրասում է ես Թարսեն Սորոսյանն է, դոկտոր Մահա։ Իր գրառումն է։ Աստվածաշունչը ո՞րն է։ Գիրք, որի մեջ գրված է, որ կա Աստված, ու հենց այդ գիրքն է նրա գոյության միակ ապացույցը։ Ես Շառլ Պերոյի հեքիաթներին ավելի շատ եմ հավատում։ Դա քո գործն է։ Ու այս տականքը հիմա կաթողիկոսի փոփոխություն է ուզում։ Այ ոչինչ։ Դու մեկը չես հավատում, համար ինչ տարբերություն։ Ու սա միակը չի։ Սա ամբողջ թիմն է սպիրտ։ Ես ինչ կարծիք ունենամ ցանկացած հավատքի առումով, ոչ թե միակ ես, ցանկացած բարոյական մարդ իրավունք չի վերապահի իրան մեկի հավատի օբյեկտի նկատմամբ սենց սրիկայություն ունի։ Սա պղծություն է, սա սրբա պղծություն է։ Ցանկացած նորմալ երկրում սրա համար բան կա, քրեական հետապնդում կա։ Դու իրավունք չունես մարդու հավատը վիրավորես։ Մարդու հավատը վիրավորես, մարդու ազգությունը, սա discrimination է, դիսկրիմինացիա է։ Սա ոչ միայն էթիկայի կանոններից է դուրս, սա նաև քրեական հետապնդելի է։ Հիմա սանց եմ ուզում ասեմ, բայց այ պիղծեր, ով եք չենք մոռացել դուք ով եք։ Մեկ էլ լսենք հաղորդաշարում էջմիածնցիների պատասխանը սրանց։ Գայցուն վեհապարին անառակ անվանեց։ Գլուխը պատին է տվել, որ մեր վեհապարին անառակ է համարել։ Մեր վեհապարն է, շատ ուժեղ շինարար, վեհապարը շատ ուժեղ մարդ է, ամեն ինչ անում է եկեղեցու համար, մեր քրիստոնեության համար։ Երգիրի այս մարդը զարգացնում է։ Ով կուզի ոտ դնի, մեր սաղ էջմիածինը, սաղ, կայնած են վեհապարի կողը։ Մի մարդու պես, էդի թո իմանալ։ Նույն խոսքերը կարելի է կրկնել փոխադարձաբար իշխանությունների հասցեին։ Մեր եկեղեցին է, մեր սուրբ քաղաքը ոչ մեկ չի կարող մտնի ինչ-որ մի բան ուզենա անի։ Մենք քրիստոնյա ենք, մենք մեր քրիստոնեությունը պահում ենք։ Նիկոլ Փաշյանը կարող է բերի վաղը սենց բաները, ինչ լուսինն էլ կախիստե։ Ասի լուսինով պետք է լինի մեր հրապարակը, լուսինը պետք է լինի եկեղեցու վրա, չեմ անում։ Նիկոլ Փաշյանը ո՞րտուց եկավ ընկապստե։ Գզեց թողեց մեզի, ասում եմ, պայրամու։ Մեզի գզեց, այսինքն գզմա։ Ինքը ինչով է պակաս նրանից։ Կարող եք պատասխանել, ինքը ինչով է պակաս իրան նրա։ Նա ինչ երեխա ունի, նա չունի, երկուսն էլ երեխա ունեն, ինչ տարբերություն։ Թե նրան թաքնված է։ Ախր վեհապարին ով են իրանք որ թիրախավորեն, կամ ոնց կարան թիրախավորեն։ 10 միլիոն ազգ իրանք ոչ թե թիրախավորել է, իրանք սպիտակավորել է։ Իրանք Արցախը ուրացել են, իրանք պատմական Հայաստանը ուրացել են, Արարատը ուրացել են, Արցախը ուրացել են, հիմա էլ բան չկա ուրանալու եկել են եկեղեցի։ 18 թվին էլ իրանք մասնիկները եկան ստեղ, թրիքա ջուրով ծեծը կերած գնացին ստեղից, թող փորձվեն հիմա նորից էլի մեկն ու մեկը համարցակի մոտենա, էջմիածնին ու ձեր բարձրացնի այն սրբությունների վրա, որտեղ որ ամբողջ ազգը մկրտվել է։ Թող համարցակվեն իրանք։ Նիկոլ Փաշինյանը ես խնդրում եմ հանգիստ թողեք։ Նիկոլ Փաշինյանն ուղղակի չի հասկանում, իր հերթական անմիտն քայլերից մեկն է սա։ Նիկոլ Փաշինյանը չարաչար սխալվում է, եկեղեցուն ու վեհապարին չի կարելի մեր ազգային, մեր ամենա ոնց ասեմ, մեր քրիստոնեությունն ոնց կարա իրան հանգարսպի ձևի թերագնահատել, չի կարելի։ Ոչ մեկն չի կարող, եկեղեցի դասարբությունը ոնց կարա գնալ։
Տապասարված է։ Եկեղեցին միշտ էլ սուրբ է, մենք հայերս սովորենք առաքելական եկեղեցի գալ, մեր աղոթքն ասել։ Չի կարա։ Շորը դա մեր սուրբն է, մեր տեղն է, մեր օջախն է, մայրատորը։ Կործանում է երգիրը։ Իրանք ինչ կանեն ամոթ իրանց խայտարակ են կլնում աշխարհով մեկ։ Իա կարծիքը ինչ որ կարծիք ունի անելու ինքը սխալ է։ Ինձ չի հետաքրքրում Նիկոլ Փաշինյանը ընդհանրապես։ Փաշինյանը իրավունք չունի Հայաստանում ապրելու։ Աշխարհի կյանքը խառնվի հոգևորի մեջ, անթույլատրելի է, ես կասեմ։ Եվ վերջում չեմ կարող չխոսալ, ինձ կներեք, որ ձեզ շատ եմ զբաղացնում, բայց ինձ 1 րոպե տվեք։ Այսօր ուղղակի Պետրոսի հարցազրույցն եմ նայել այդ բանի արագացված, ներվերս չէր երիկում Վանեցյանի հետ։ Ես մի բան կասեմ, Վանեցյան Արտուր, այնքան թույլ ես դու էլ չես պատկերացնի, դու ոնց ես աշխատել KGB-ում։ Արա ոնց կարելի է այդ ինտելեկտով աշխատել KGB-ում, այսքան պարզ բաների վրա չկարողանալ Պետրոսին ոչնչացնել ու կոդրվել ոչ բանի առաջ։ Ոնց էլի, ոնց։ Ինչի մասին է խոսքը, նայ, բանը Արտուրը շատ վստահ ասում է Վանեցյան, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների մեջ, որ կոմիտեներ կազմենք, գնանք, ազատենք վեհարանալ կաթողիկոսից, դա քրեական հետապնդում է ներկայացնում, ասում է, եթե ես հիմա այդպես բան ասեմ, մինչև դուրս գալիս ինձ կկալանավորեն։ Ճիշտ ասում, չէ, գրագետ այսքան մաս, այդքան բանը երևի այդքան մաս ազնիվ անգիր է։ Դրան հակադարձում է Պետրոսն ասում է, ինչ անեք, ասում է, ձեր եկեղեցու ներկայացուցիչներն են, ներկայացուցիչներ Շիրակի թեմի առաջնորդն են հեղափոխության կոչել, հեղաշրջման կոչել անում։ Ոստեղ ես սպասում եմ, որ պետք է ասել, հələ մի վարք եմ, հայինք ինչ են։ Էնի որ ասել է կամ չի ասել, չգիտեմ, քրեական գործ անցեիք։ Դա չի նշանակում, որ պետության ղեկավարը իրավունք ունի նրա օրինակի վրա իր հերթին սահմանելություն խախտի։ Արտու դժվար է այդքան բան ասելը։ Հաստատ դու չհասկացա։ Դու չես հասկանում, որ անկախ նրանից ով ինչա բրթացնում կներեք դրսում, պետություն ներկայացնողն էլ վարչապետի ասած խոսքը, դա իր կարծիքը չի անձնական, դա չի կարա բան ազատ լինի, դա պետության պաշտոնակատարի խոսքը, դա հետևանք ունի քրեական, դա պաշտոնական հետևանք ունի, ուտեղ կորավ խոսակցությունը, ասում է դե լավ, որ են ասել է ուրեմն էլ կարող։ Մյուսը, բանը Ռուսաստանի մասին խոսած ասեց, եկեղեցին ծառայում է Ռուսաստանը, Արտուր բան ասեց, Վանեցյան ասեց, բայց Փաշինյանն էր գնացել բանը մայիսի 9-ի պարադի նստել են Լուկաշենկոյի կողքը, որ իրան հնարավոր բոլոր ձևերով ստորացնում է։ Պետրոսի Այ կերտոտ գյադա ես դու Պետրոս լուրջ եմ ասում, դու ուղղակի Հայաստանում ապրելու տեղ չունես էլի։ Ասում եմ, չէ գնացել ինքը, պրոտոկոլային էր որ նստել էր կողքին բան չէր կանա ու դա էական չի։ Բայց ասում է, կաթողիկոսը դրանից հետո գնացել է Բելարուսիա։ Դաշնամական երկիր։ Արտուների չի կարող ասել, արա աղբետ չա։ Կմկմաց, որ ինքը գնացել է իր հոտի հետևից։ Ընկեր, այո ինքը գնացել է իր հավատացյալների հետևից, բայց ամենակարևոր տարբերությունը կաթողիկոսի ու վարչապետի էն է, որ կաթողիկոսը պետական այր չի, քաղաքական դեմք չի։ Կաթողիկոսը իրավունք ունի աշխարհի բոլոր տեղերը գնալ, մեր հայ համայնքի բոլոր ներկայացուցիչների հետ հանդիպել, որտեղ ինքը հոգևոր հայր, ինքը քաղաքական դեմք չի։ Գիտեի որ ինքը հոգևոր է, բայց դու մոռացել ես որ նույնը չի կարա դիտարկվի Փաշինյան Նիկոլի նկատմամբ, որ նա խոսքը, հայացքը, գնալը, այցելությունը ամեն ինչ քաղաքական է, եւ դա նույն հարթության վրա հնարավոր չի դնել։ Օգտվելով ասում եմ, այս անգրագիտությունից Պետրոսը իր հնարավոր բոլոր կեղտոտ մեթոդաբանություններով հավասար նժարի վրա դնելով, մոռանալով, ոչ թե մոռանալով, անտեսելով, որ կաթողիկոսը
վարչապետը դրանք տարբեր ինստիտուտներ են։ Տարբեր։ Ասում եմ հիմա իրավունք ունի կաթողիկոսը ունի չունի։ Արա, եթե նույնիսկ իրավունք չունի, իր գործողությունը քրեական հետևանք չունի, սահմանադրորեն չի դատապարտվում, չկա օրենսգրքում այդպես մի կետ, որ կաթողիկոսը ունեցավ երեխա, իրան հասնում է 3-ից 4 տարի, չկա։ Բայց վարչապետի հանցագործությունների համար, գործողությունների կամ անգործության համար կա ուտև չի կարող հավասարության նշան դնել, բայց քանի որ Պետրոսի նման տականքը տեսել է դիմացինը մի հատ դեմացը անգրագետ մեկը, որ այս տարական բացատրությունները չի կարողանում sense բան անի։ Ուղղակի զարմացած եմ էլ արդեն լուրջ եմ ասում, մարդ այդքան տարի օպերատիվ աշխատանքի լինի KGB-ում, այս գոնե այդքան գրել եք, այդքան կարդացել եք, ոնց ուզում ալի շկոլա եք անցել, այսօրվա KGB աշխատողները չեն էլի, որ ասեն ոչ մի բան չեն անում, մի անգամից 8 տարից են ձեր ասում դու այսօրվանից KGB աշխատող եք։ Չէ, մի բան սովորել եք հաստատ, մի բան անցել եք, բա վերջի դա կառույց է ժամանակին էլի։ Դու եք քեզ երեք չեն նշանակի։ Միջև պետ ես հասել, ու դու չես ջոգեվոս միջև հիմա կաթողիկոսն ու վարչապետը դա տարբեր բան, դա քաղաքական դեմք է։ Նա նույնիսկ հայացքն է քաղաքական։ Հայացքը ինքը բոլոր ուղղությամբ նայած դա քաղաքական է։ Ու ամեն ինչի համար կա հետևանք։ Եվ անելու, եւ չանելու համար կա քրեական հետևանք։ Սահմանադրությունով սահմանած կաթողիկոսը ոչ մի ընդհանուր բան չի կարող ունենալ ոչ մանի հետ։ Որ ասում է բանել է վազվում մտնում է եկեղեցին քաղաքականության մեջ, բա ինչ պետք է անի եկեղեցու սպասավորը դա կլինի կաթողիկոս թե բան շարքային հոգևորական նա գնում է քվեարկում է նա քաղաքականության մեջ մասնակցում է նա իրավունք ունի քաղաքական լինելու քաղաքականությունը իրավունք չունի մտնի եկեղեցի որովհետև եթե կբանա եկեղեցու աշխատողը կարա ընտրի պատգամավոր կուսակցություն ըստ սահմանադրության քաղաքական գործիչները չեն կարող ընտրել ըստ սահմանադրության հոգևոր առաջնորդ կամ թեկուզ քահանա չեն կարող չկա սահմանադրությունը չի սահմանում Right there աստված լավ է սորվա մանես քանի իսկ կնեք շատ բաները ուղղակի էս ու էս պսևդո լրագրողները օգտվելով խոսասողների տոտալ անգրագիտությունից կարողանում են մանիպուլացնել այս թեման կարողանում են ուղղակի չկա էլի դատակ չի